Ararat Bank, աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Այդ ժամանակ Հայկոն ասեց, «Էսանայի աղբերդ ինչ է անում»։ Մեկը Հայկ ասում, «Ապես ով է»։ Ասում եմ, «Ինչ անեմ»։ Ասում տղաներ, ես իհարկե ներողություն եմ խնդրում, բայց Որտեւ ես գիտեմ ինչա կատարվելու, հեսա մեզ տանելու ենք համաս, հայտարարք լինենք այս կողմենքում։ Ու հետո սկսում էր գրել, ես ոնց եմ տանջվում։ Հայկոսե։ Դա всё պայմանավորվեցինք, բան, ադբա տալի մեկը ինձ ֆորում ասում, «Բա չէ, ժամը 400 դրամ»։ ուտեղ սկսվեց իր դաժան օրերը։ Տեղում Հայկոին տեսավ սենց ուշքից գնաց։ Ասում եք Արման ջան։ Այս պարացիները պատտվում էին նայում են ասում են սրանք ով են։ Այդ օրը իրար հետ ենք, այս ֆրազան որ անում էր, մենք հետո այսպես փոքր զոնդիկներով փախած էինք ման գալի։ Այդ պայի ֆրազան գա գա։ Ապա անեց երկեցի Հայկուն աշկերը լցրեց։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա Step by Step Group Օգոստոսի 25-ին մեր շատ սիրելի հարազատ ընկերոջ Հայկոյի ծննդյան օրն է եւ այսօր շատ հատուկ թողարկում ենք պատրաստել Հայկոյի լուսավոր հիշատակին նվիրված ու նրա մասին, նրա հետ կապված հենց այնպես պատմությունները պատմելու են Հայկոյի ընկերները եւ եղբայրը տաղավարում են Վահե Հակոբյանը, Նարա Ամատունին, Գագա Ամատունին, Հրաչ Քեշիշյանը, Իրինա Վարդանյանը եւ Էրիկ Կարապետյանը։ Բոլորին ծափահարում ենք։ Շատ ուրախ եմ, որ ձեզ հետ ենք այսօր հիշելու հենց այնպես պատմությունները, որովհետեւ կարծում եմ ամենաշատ պատմությունները դուք գիտեք։ Դուք եք ներկա եղել, բայց ամենակիչը դուք եք պատմել եթերում։ Այսօր մենք ուզում ենք ամեն ինչ իմանալ։ Թերևս սկսենք Վահեից։ Մանկությունից։ Ես ձեզ նաև հյուրասիրեմ մեր գործընկերոջ Անդակո ընկերության զուգիտալական բնական հյութերը։ Էրիկ, քեզ պետք է խնդրեմ փոխանցես նաև պարոն Քեշիշյանին։ Վահե ջան, քեզ էլ խնդրեմ։ Thank you, Էրիկ։ Որ ուզեք կասել։ Իրջան Բորիս։ Կարմիրից որը քիչ է, որ չտապեմ վրաս։ Որը քիչ է։ Ուզում ես խմեմ ավելի քիչ եմ։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է նաև Մարիաննա, ընկերությունը, որը ներկայացնում է Բալմի բարձրակարգ համեղ պաղպաղակները։ Այս պաղպաղակները պատրաստվում են բարձրորակ սերուցկային կարագով, անպայման հաղորդումից հետո կհյուրասիրեմ եւ դուք նույնպես կվայելեք, ընտրեք հայկականը շատ համեղ պաղպաղակները։ Նոր անուն, անկրկնելի համեր, սերուցկային կարագով պատրաստված նրբահամ պաղպաղակներ Վայելիր համերի յուրօրինակ համադրությունը Բալմի, անգամ անունն է համեղ Եվ Վահե, սկսենք մանկությունից։ Հայկոյի մանկությունից քիչ բան ենք լսել։ Չենք հրատարակել էլի։ Պատմությունները։ Թաքուն ենք պահել։ Այսօր բոլոր թաքուն պատմությունները ուզում ենք իմանալ։ Կարանք ջութակի պատմությունը պատմենք։ Որ փոքր տարիքում մեր ծնողները որոշել են, որ ես էլ պետքա ջութակի գնամ, Հայկոն դե գնում էր, մեր տարիքային տարբերությունը, հա, 7 տարի է, ինչպես գիտեք։ Ես դե ինչ որ չեմ սիրում ջութակի բան, տենց զորով տանում են բան։ Տանը ինչ գործիք կար, պետքա փոքրը շարունակեր։ Ուրեմն տունը բանը, սենց ֆուտլերը բացում է ջութակի, սմիչոկը պահում է Հայկը, սենց դաշտամուրի տակ բան, դե պապա շատ տենց խիստ բան։ Հա, ինձ ասում ապա դու չասես էլի բան, պապան չիմանա բան, ասում հա բան, ու սենց 2-ից ժամերը ջութակի, ոնց որ մի ժամ ինքը պետք է պարապի, մի ժամ ես բան։ Գնում ենք Շուքաջան դպրոցում ենք էլի գնում բան, տենց շատ խիստ դասը տուն ենք։ Ոչմ գնում ենք բան, դա Հայ կարի բան, դու ես առաջինը բան, սենց ոչմ բացում եկե, օրա բան, մոռացել եմ բան, այս սմիչոկը չեմ բերել բան, սենց դե ջղայնացավ դասը տուն բան, մեկը դե լավ Վահեի հետ կպարապենք ու 2 ժամ եմ որ իր ժամը, իմ ժամը բան։ Ինչքան չէի սիրում բան։
Շատ է եղել։ Ձեր քաղցր չեն մանկության հիշողությունները։ Փոքր աղբեր, հա, տենց։ Ոնց որ լծված լինեի, բա վերջապես դուրս եկավ էջից։ Դե բողոքները գնաց։ Բայց ամենահետաքրքիրն է, որ Վահենց տանը երգիչը Վահեն է եղել, ոչ թե Հայկոն։ Դե փոքր տարիքում տենց Ստավքին կովրային, հայկան դրած բան հավես ինչ որ զբաղվում ենք բան։ Ես տենց թեթև երգում ենք տենց ակամպանիմենտ բան։ Պարզվում է, որ Վահեն երգել է Դաժե Հայկոն։ Վերան փոխակել է։ Ասետուն էինք էլի տենց փոքր ժամանակվա, չնայած չի Այ պահպանվել։ կասետ։ Ցավոք սրտի։ Ցավոք սրտի չի պահպանվել։ վերջի ձայնագրություններն էլ ասաղ Վահեն եղել։ Բայց ես մորական երկինոր իմեր են կանում ոնց է։ Բայց վայ, իսկապես է։ Նոր երգեր ունենալ է։ Դու ոնց ես սկսել երգել, Հայկոն ինչ էր անում։ Ես ոնց հասկացա Հայկը նվագում էր, ինքը երգում էր։ Ինքն էր ինիցիատորը այդ ամեն Դե ինչի։ ինիցիատորը իհարկե ինքն էր, ինքը տենց դզում էր ամեն ինչ էլի ոնց անես, ինչ անես, այս մասը ոնց երգես դաժե ժամանակ։ Այդ դիրիժորությունը Բայց անում է։ կոնկրետ ձայնագրություններ էինք անում, ասես կասետ ունեինք մի հատ sense Երկու եւ պայր։ Հա, որտեղ կոնկրետ Վահեն երկիչն է։ իր նվագակցությամբ ոնց որ ինք երգելով, հա, բայց չի պահպանվել ցավոք։ Մի օրինակ։ Ցավոք սրտի չի պահպանվել։ Ես հասկացա, որ ավելի զերատալի ինքը լինի համ երկիչը, համ Հա, կոմպոզիտորը։ բա իհարկե։ Այդքան էներգիա։ Կներես էլի ուզում հիշացնեմ, կպատնես այն պատմությունները։ Երբ որ արդի էր ու դու ունեիր ինտերնետ կլուբ։ Հա։ Ուրեմն շատ տարիներ առաջ ոնց որ ինտերնետ կլուբ էինք բացել, այդ ժամանակ ակտուալ էր, չէ՞, տենց բաները։ Հա, երիտասարդներին ասենք, այն ժամանակ ինտերնետ ամենուր չկար, էլի, հատուկ Ինտերնետ երկար դայլապան էինք։ Դուբայի թագավորներ, մեկը Վահեն ինտերնետ էին։ Ստացի սաղ եկել են, նու Զադոյան էին բան սաղով հավաքվում ենք, տենց մի 15 հոգով տենց որ մեդալ բան տենց լավ խաղեր էին խաղում։ Դե հիմա էլ կան, չէ՞, այդ Հա, հիմա էլ տեղեր կան, այսինքն այդ Մի խոսքով այդ թվերն հա, Մնանել է։ այդ կլուբի ժամը վճարն էլ ոնց որ 400 դրամ էր բան այդ ինտերնետի ժամը, բան 400 չէ։ 400, չէ 400։ Հա, ու ես ու Հայկուն իրար հետ ենք բան, ու զանգ է գալիս, տենց խոսում են բան, ինչ որ տենց ինչ որ առիթ է, որ պետք է Հայկուն մասնակցի բան, դե ասում է, հա դե մի 20 րոպե բան, տենց ոնց որ ժամն են էլի բանանում, ասում է, դե $10,000 բան։ Ու տենց համաձայնվում են, բան, ցենց դա վсё պայմանավորվեցինք, բան, ադբա տալի մոկետ ինձ ֆորում ասում, բա չէ, ժամը 400 դրամ։ Հումորային Բայց էդի ախր, էդի ո՞նց ստացվեց, որ Վահեն մոտավորապես մի կես ժամ խորհուրդ էր հարցնում 400-ա, 450 կարողա սարքեմ, Հայկոն դե ինչքան հետաքրքիր չի, եթե Հայկոն լսեց մեկ էլ այդ բան, բա չէ 450։ Բա չէ, ժամը 400։ Շատ լավ։ Շատ լավ, անցումներ անենք, մանկությունից արդեն երիտասարդություն կայացած Հայկո, առաջին քայլեր, հրաչ, ինչ կհիշեք։ Կայացած Հայկո, ամենահետաքրքիր կտորը մեր կյանքի իմ ու Հայկոյի, մենք ծանոթացել ենք արձագանք ստուդիայի բակում, այսինքն համալիրի բակում։ Եվ Հայկոյի հետ ծանոթացել ենք ուղղակի երեկոյան այդտեղ ես դուրս էի գալի արձագանքից, ինքը մտնում էր արձագանք, ու այդպես ես գիտեմ իրեն, ինքը գիտի ինձ, բայց մենք իրար չենք ճանաչում ու տենց Բայց Հայկոն արդեն ճանաչված երգիչ է։ Չէ, դեռ Արարատի պատվալում էր աշխատում, Արարատ ռեստորանում էր աշխատում։ Ենք այդ ժողովրդի մեջ նստած Արարատի պատվալ բան, բայց ինքը այդ ժամանակ Հանրապետության հրապարակում շատ լուրջ ռեստորան էր։ Շատ luxury, fine dining ռեստորան էր այն ժամանակվա համար, եւ բավականին հարուստ տղա էր, որովհետեւ ինքը այտենց աշխատում էր Արարատ ռեստորանում։ Ինքը ուներ բան ոնց էր այդ կորգը, հա, ամենաթանկ կորգը քաղաքում, ոչ մի երաժիշտ չուներ դրանից, ինքը քշում էր BMW լավագույն մեքենան, ինքը տենց շատ սիրուն էր հագնվում, միշտ տենց մի խոսքով ծանոթացանք բանը շատ հաճելի էր այդ ծանոթությունը, վայ ինչ լավ է, ես իմացա Հայկոն ով է, Հայկոն բան արեց, իմացա ով եմ ես, ու հետո դրանից հետո է նոր մեր ընկերությունը սկսել։ Բայց ամենահետաքրքիր կտորն է, որ պարզվեց հետո, որ մենք երկուսս էլ սովորել ենք նույն դպրոցում։
եւ իրար չենք ճանաչել։ Քանի տարի էր տարբերությունը։ Տարբերությունը 3 տարի։ 3 տարի դե բնականաբար, ասենք ես 3 տարի ավելի մեծ եմ, կարող է դե մեծերը փոքրերին չեն դասարաններին չճանաչեմ, ու դե բնականաբար Հայկին չենք ճանաչել, բայց փաստորեն մենք երկուսս էլ սովորել ենք նույն դպրոցում, այդ շատ մեր կյանքի հետաքրքիր բաներից է, էլի որ օրերից մեր իրական պետք է հանդիպեինք, ընկերություն անեինք, բան իմ համար շատ տենց հավես բան է։ Այդտեղից հետո է եղել առաջի կլիպով եւ այլն ձեր։ Մենք ինչ ենք արել իրար հետ։ Ամեն ինչ, տեսահոլովակներ, նախագծեր, ֆիլմի երաժշտություն, այդ ստեղծագործական process-ի ընթացքում։ Սկիզբը դե իմ համար ամենաառաջի կտորը, որ տենց շատ էի ես սիրում, ինքը երգում էր Կարուզոն։ Հա։ Վաու, այդ իր առաջի տենց ձայնագրած երգներ, որ տենց ստուդիայում ձայնագրած երգեր ու Կարուզոն էր ու մենք արել էինք նոր հայերի առաջի համերգը Երևանում, Համալիրում, այդ որ թիվներ երևի 99 երևի։ Համալիրի մեծ դահլիճում 2007-ին է։ Համերգային դահլիճում։ Չէ, նոր հայերի, նոր հայերին է, չէ։ Նոր հայերն է 2007 կամ 6։ 90 քանի է, 90 որ թվերին է նոր հայերը երբ էր չեմպիոն դառել, այսինքն չեմպիոնությունից հետո առաջին համերգներ, որ տղեկը բոլորը կային, այնտեղ բան ես նկարահանման բանն էի, պատասխանատուն էի ու իդեպ ասեմ, որ չունեինք այդքան շատ կամերաներ, կարծեմ 1-2 կամերա ունեինք հնարավորություն լավ կամերա ունենալու ու այդ 2 կամերայով փորձում էինք ամբողջ համերգը նկարել, այդ համերգային դահլիճում էր, բայց տղեկիչը շատ հավես բաներ էին մտածել, այդ բանը օրկեստրի հարթակը իրանք բոլորը պահկված էին այդտեղ, այդ հարթակը բարձրանում էր, իրանք բոլորը ծխերի միջով բարձրանում էին վերև, շատ հավես։ Հայկոն էր ելույթ ունենում։ Բնականաբար Հայկոն որպես նոր հայեր թիմի գործիքավորող եւ կոմպոզիտոր, ինքը նաեւ շրջագայում էր, խաղերի ժամանակ էլ էր լինում։ Մենք ունեցել ենք նաեւ նոր հայերի շրջագայություններ միասին, դա էլ շատ հավես կտոր։ Բանը եւ առաջի անգամ Բայց հիմնականում backstage-ում էր, չէ՞, այսինքն կուլիսում էր։ Կուլիսին մոտիկ, բեմում էլ էր անում, բայց ոչ մեկ այդ երկու կամերայով կադրում չէիք ֆիքսում։ Մասլիկովը այն հետևի կանգնած մարդուն ցույց տա։ Հա, բայց բեմում է եղել։ Չէ, բեմում էր, Քչերն են տեսել։ Բեմում էր, հա, բայց բնականաբար կամերան շատ չէր աշխատում այդ կողմի վրա։ Բեմում առաջի անգամ երգեց Կարուզոն ու այդ եթե հիմա շատ փորփրեմ արխիվը հաստատ կգտնեմ այդ բանը։ Կարուզոն։ Գտեք էլի։ Ես ունեմ Կարուզոն։ Նարայի արխիվները։ Արխիվը պահպանում է։ Ես մենք բանը ես եմ դրել Վլաստիլին Կալեցնա։ Արխիվի պետը։ Արխիվի պատասխանատուն Վլաստիլին Կալեցնա։ Իդեպ դուք բոլորդ նաև Հայկո Հակոբյան հիմնադրամի ուղղվածությունների խորհրդի անդամներ։ Հայկոյի ընկերները, մարդիկ, որոնք շարունակում են հենց այս հիմնադրամի միջոցով պահպանել ու տարածել Հայկոյի ստեղծագործական մեծ ժառանգություն ու փաստորեն արխիվի պատասխանատուն։ Արխիվի պատասխանատու։ Նախ ասեմ սկզբից, որ ես մինչև իր հետ մոտիկ ընկերներ դառնալը, արդեն հարազատներ դառնալը շատ երկրպագել եմ միշտ Հայկոյին որպես սենց ամենա իմ սիրած արտիստը երգիչը, երաժիշտը ու այն ժամանակվանից դեռ սենց ամեն ինչ ունեի իր մասին։ Հետո ինչն է հետաքրքիր հենց այստեղ այս բեմում եկել ենք այն ժամանակ շատ շուտ, երբ որ Տիգրան Պետրոսյանի հետ երգում էր։ Այո, Այոյի ժամանակ այստեղ այնտեղից նստած նայում էինք եկանք հիշողությունների մեջ։ Բայց ինչ էր, փոքր երեխա էր նորմալ։ Հա չենք ճանաչում այն ժամանակ։ Մենք այն ժամանակ ընկերներ չէինք։ Չէ, ընկերն ինչպես ծնվեց շատ։ Այտենց պատկերացրու, այտենց շատ տերմություն է որ մեր սկսվեց։ 2001 թիվն էր, նար 2000 կամ 2001։ Հա, շատ։ Մենք Հայկոյի 2003 թվականին ենք ծանոթացել, ինչի գիտեմ 2003, որովհետև երբ որ մեր աղջիկը ընդհանրապես Մարիան, իր Սանիկը երբ ընդհանրապես ոչ հաց էր ուտում, ոչ մի բան ու հենց նայում էր Հայկոյի կոնցերտը, ասեն զարմացած Ալբերյանը բացում էր, ինչ հետաքրքիր բան է, չէ՞ կյանքը։
ու մենք արագ ու 10 Վախները դրել է Իգլեսիասը չի եղել։ Հա։ Հասանելի Ու մեկ։ մի օր պատահական, ինչ որ մի հատ միջոցառման ժամանակ Հայկոին տեսնում եմ, մոտենում եմ ասում Հայկո ջան, խնդրում եմ, էլի աղջիկս քեզ պաշտում է չնայած 6 ամսեկան է, բայց չի բանանում, չի հացուտում։ Ու այդ վիդեոն կա, որ Հայկոն ասում է Մարիա ջան, լավ բաների Այն աստիճաններ սիրում, որ Գագան խանդում էր։ Ահա որ էր խանդում, որովհետև երբ որ հարցնում են մամայիդ է սիրում թե պապայիդ, ինքը տենց հերոստատեսությունից նենց էր սիրահարված Հայկոին կամ ինչ-որ հին կապ կարբեջները, չգիտեմ, անցյալ կյանքից միշտ ասում էր Հայկոին, մամային, պապային սենց երկրորդական ու Գագան սենց դաժ մի քիչ խանդում էր մեջը։ Բայց այդ խանդը ոնց հաղթահարեցիք ու դարձաք մտերիմ։ Հաղթահարեցինք, երբ որ Հայկոին ճանաչեցի։ Իրանք էս քսեցին Առաջին Հայկոին, հետո պապային։ Հենց հաղթահարեցին տղա ունեցան ու մանուն նույնպես Հայկ է։ Ու անունելի Հայկ։ Իրականում Մանե ջան, Հայկոն երկու բառով էլի ես կուզենամ ասեմ, շատ-շատերը Հայկոին որպես արտիստ, որպես կոմպոզիտոր ու որպես երևանցի տղա, որպես հայ շատ սիրում են, բայց ես ուղղակի շատ մեծ առիթ է, որպեսզի նաև խոսենք նրա մարդ տեսակի մասին, որովհետև նրա մարդ տեսակը ով որ չի ճանաչել իրան որպես մարդ, դա ոնց ասեմ, ինչքան ինքը տաղանդավոր ֆանտաստիկ երաժիշտ էր եւ կոմպոզիտոր էր, այնքան մի քանի հազար անգամ ֆանտաստիկ մարդ է։ Մեր համար ինքը մենք ներկայով ենք խոսում նրա մասին, ու ես շատ կուզենամ, որ այ մենք իր մասին կարողանանք հիմա բաներ պատմել, որը որ կօգնի բացահայտել նոր Հայկոյի։ Այո, բացահայտել նոր Հայկոյին, բացահայտել մարդու, որ իրականում ինքը կյանքի ամեն օր նրա հետ ապրելը, նրա հետ ընկերություն անելը դա տոներ։ Ամեն օրը դա։ Տոները բայց արժի պատմել։ Տոները այնի չէ որ գլատրենակ է պատմել։ Տոները պատմեմ իհարկե տոնից, երբ որ որոշում ենք, որ համերգ ենք անում, իսկ դա ամենահետաքրքիր պատմություններից մեկն է, դա ինքը հա ասում էր, կարող է մի հատ համերգ անենք։ Ու վերջի անգամ եկավ մեր մոտ հեռուստատեսություն, ունեն ստացեց, որ կարող է համերգ անենք, մի քիչ մենք ավելի առաջ տվեցին, կարող է համերգ անենք, ինչու՞ չէ, նառան արդեն եկավ Գագան սենց գծագրերով, ման ինքեր էլ լուրջ չեր ընդունում։ Մեկ է մեր մեջի ամենաաշխուժ ակտիվ Նանան, ինչ որ ասեց, եկեք նկարվենք, ու նկարը դրեց Facebook-ը, գրեց շուտով Հայկոյի մենահամերգ։ Տակից լայք, շեյր, կոմենտ Հայկոն զանգեց։ Նանայի պատպիսիկների քանակը այդ օրը գմփած։ Սելեբրիթի ամեր, բոլորը ճանաչեցին։ Չէ, անգետ այնքան զանգեցին։ Հայկոն ասեց, հաստորեն տարբերակ չունենք այդ համերգի։ Հայ ասում էր, կարող է համերգ անենք։ Բայց խոսքի մեջ է էդի, կարող է անենք։ Ու դրա մի հատ երկրորդ շատ զավեշտալին կա, այ որ Գագան պատմեր իր ֆանտաստիկ մարդ լինելը, ինքը այնքան ընկերասեր էր ու այնքան շատ էր սիրում մարդկանց, որ այդ ուրախ լուրով կիսվում էր բոլորի հետ ու դու փողոցում քայլում էր, պարզում էր ինքը ասել էր 6 հատ բեմադրող օպերատորի, 4 հատ, չգիտեմ, բեկ-վակալը 110 հոգու ու գագուն գալիս էր ասում էր համերգ ենք իրար հետ անում, համ ասում Հայկո ջան, բայց մենք արդեն ընտրել ենք, ունենք արդեն օրկեստր, դե ինչի՞ ես այդքան ստապ հավաքում։ Բոլորին առաջարկում են։ Հա, որովհետև մի հատ էլ տենց պատմություն եղավ, իրականում եմ որ դες չգիտես այդ րոպեին ինչ պատասխանես, հենց այդ վերջի համերգի 17 թվի համերգի հետ կապված էր, ընկերներից մեկին տեսա, որը տենց շատ ջղայնացած սկսեց բան անել, ասեց Հայկոն ինձ խոստացել էր, որ հրավիրատոմսեր ատալու, բայց ինքը չտվեց այդ հրավիրատոմսերը, ասում եմ ինչ անեմ։ Այդ օրերին բոլորի թվում, հրավիրատոմսեր ունեք։ Բոլորի տեսնում, ասում միասին ենք, այդ օրը իրար հետ ենք, այս ֆրազան որ անում էր, մենք հետո այսպես փոքր զոնտիկներով փախած էինք ման գալի, որտեվ անհնար էր, դու չես կարող այդքան մարդու ներգրավել ամեն։ բայց Էրիկը մի անգամ պատմել է այդ։ Ահա։ Մի հատ պատմի էլի պատմությունը, որ հարցրել ես, էս ում հետ ես խոսում բեմին։ Հենց միշտ է Հայկոյի մոտ միշտ էլ այդպես էր։ Հենց ուզում էր ցրի կամ ինչ-որ իման ախպերս այս շարժումը նույն սմայլիկներ կան այն մատերով արդեն որ դա է նշանակում Հայկոն չէ միշտ ինքը տես բան էր որ հրապարակում բանում դուրս էր գալի երգում էր ասես միշտ ցած կամ լսիր իմ երգս ու նայում այդ մի կետին բան ախպերս ման լավ եք նորմալ ասես ինչ շփվում է հետը սաղ ընթացքում բան լավ է մամա պապա նորմալ են բան ախպերս ասես բաներ անում Ուսած դուս էր գալիս ֆիքսել են որ անընդհատ
Անընդհատ է դա անում։ Ասում, «Էտով արա ճիշտն ասա»։ Բան, հետո բնականաբար դի իմիջավի երևի բան էր, չգիտեմ, դες ֆիքսում էր, ասում է, ինքը որ բան էր դուրս գալի 5 րոպե հետո գիտեր ով որտեղ է նստած, մի անգամից sense իրականում բանը Հայկոն անծայրացիր դենց որ բան ուներ էլի ծանոթության ուր գնում էինք sense գալիս էին տղեկը գնացինք Հայկո ջան 2006 թվին էր կարծեմ հենց որ Գրիգորիչը տարել էր բոլորիս Սևան դու էլ այդտեղ բոլորս այնտեղ ենք Հայկոն էլ էր ես էլ առաջին ընծայից հետո էր առաջին ընծայի մեր ընծայից հետո եկել ենք մասնակիցները ժյուրի անդամները բոլորը ես մի խոսքով ես ու Հայկոն շուտ պետք է հետ վերադառնար, ես էլ ասեցի քո հետ գալիս եմ։ Ու գալիս ենք այն Սիրիբրիստի տրոյկով էր, BMW-ով, մեկ էլ ակը թողեց Հայկոյի ավտոյի, դե որ թողեց, ես դուրս եկանք, բան տենց մի քիչ ամայի տեղ էր, բայց մի քանի սեփական տուն կար, սենց դե չգիտենք ինչ անենք, իդեպ Հայկոյի ակերի հետ կապված միշտ պատմություն կա իմ մոտ, մի անգամ էլ բանում ա եղել, հա, ակը թողեց, չէ, այդ ժամանակ ես նոր էի սկսում, Հայկոն արդեն են, որ ասում է պիկի վրա ամենահայտնի մեր սիրելի երգիչն էր, այս ընդհանրապես ես կպատմեմ ոնց եմ Հայկոյի մասին իմացել։ Ու այդ ժամանակ Հայկոն սենց էսանայի աղբերդ ինչ է անում, Ման մեկ էլ տես գնացինք ինչ-որ մեկի դուրը ծեծեց, այս դուրը բացվեց ու բան հասկացա որ մի հատ կին էր, բան տեղում Հայկոին տեսավ սենց ուշքից գնաց։ Հայկո, բան սենց կին երեխա, բան դուրս էին եկել այդ ավտոն, զապասկեն, բան արեցին, փոխեցին, դրեցին տեղը, մեզ պատիվ տվեցին, բան։ Քեզ տվել Հայկոնը փոխելու։ Իրականում այդ մարզերում հանդիսատեսը միշտ է ջերմել է։ Առաջ հատկապես արտիստի հանդեպ վերաբերմունքը մի ուրիշ լեվելի վրա էր։ Շատ անհասանելի։ Շատ սենց բաներ ու սենց դուրը բացում ես, տեսնում ես ամենասիրելի քո արտիստն է, Հայկոն սենց բան։ Instagram մի ունեցեք։ Հա, մի խոսքով, տենց էդ էր։ Իսկ Հայկոյի հետ կապված դե այն ժամանակ Թիֆլիզում ոչ մեկի չեմ ճանաչել, բնականաբար 2000 թվականն էր, որ նոր եկա, 2001-ին պետք է մասնակցեի կռունկին ու այդ ժամանակ տարբեր արտիստների հետ ինչ-որ կասետներ, բան առաջի կասետը հայկական, որ տվել են ինձ, դա եղել է Հայկոյի ռոմանս ալբոմը, որ ես լսեմ, ընդհանրապես ծանոթանամ։ Նույնիսկ Աբլոշկան հիշում եմ, դեմքի այսքան մասներ կասետի վրա ու ես լսում էի ու ասում եմ, ինչ սիրուն է երգում, այսինքն Հայկոն այն մարդկանցից է եղել օրինակ իմ համար, շնորհիվ նաև սիրահարվել եմ հայկական երգարվեստին։ Հա, ոգեշնչել է ինձ, ահա որ շատ է ոգեշնչել, որովհետև նրա գործիքավորման ձևը, տեսակը, միանգամից տարբերվել է։ Նա իր ակորդներով, գարմոնիայով լրիվ ուրիշ ձև էր պատկերացնում հայկական երաժշտություն։ Նույնիսկ հին հայկական երգերը վերածնվում էին Հայկոյի միջոցով ու դառնում էին շատ sense մի ուրիշ բան, մի ուրիշ բան։ Ու մինչ օրս եթե տանում ես դեպի այդ կողմ շատ Հայկո է դառնում։ Այդ ոնց որ լինի Հայկո արդեն։ Այս վերջերս աղջիկս ամառային դպրոցում էր Լոնդոնում ու ընդեից ուղարկել է ինձ Ալեխանդրո Սանսի տարբերակ, ասում եմ ես չեմ հասկանում ինչի են այս տարբերակը երգում, ես ինձ ասում եմ ոչ Հայկոյի ես պատմություն, շատ ավելի սիրուն, ասում ճիշտ ես ասում բոլորին ասում։ Ուրեմն բան այդ Ալեխանդրո Սանսի երգի եւ Ալեխանդրո Սանսի համերգի մասին։ Ուրեմն այդ 2000 որ թիվն է 4-5 թիվն է, բան մեր ողջ բոմոնտը գնում է Միացյալ Նահանգներ մասնակցելու American Music Armenian Music Awards-ին, որը տեղի է ունենում Լոս Անջելեսում։ Բոլորը գնում են մասնակցելու, այդ թվում նաև Վահեն է գնում, հա, Գագան է գնում, այդ տարին է։ Բանը ես չեմ գնում Եվ Հայկոն չի գնում, բայց մենք ինչ որ ձևով իմացել ենք, որ լոսում կա Սանսի համերգը, ու պատկերացնում եք ոնց ենք այդ բանը PR-ը արել Սանսի համերգի, որ բոլորը տոմս են արել։ Տոմսը արել առանձին Արթուր Ջանիբեկյանը, չգիտեմ,
Խորեն Լևոնյանը, Նազենին, բոլորը հայկական դելեգացիան առել է տոմս Սանսի համերգին, բոլորը գնում էին Սանսի համերգին, այլ ոչ թե բան, էլի, մրցանակական բաշխության։ Տոմս Արարե Ջանիբեկյանը, Տոմս Արարե Լևոնյանը Նազենին հրավիրել էին։ Կարծեմ բաներ, խորոյ տոմսը կարծեմ ես եմ առել։ Բան ու հայտնվում են հայերով Սանսի համերգին, դե բնականաբար Սանս սկսում է երգել Ետնայրու տեսը, Կորասոն պարտիոնի սկսում է երգել ու հայերի էս խումբը կանգնում է ոտքի, սկսում է հայերեն երգել։ Ասում է, իսկ պարացիները պտտվում էին նայում էին, ասում են, սրանք ով են։ Բայց Սանսը լսել էր, չէ՞, Հայկոյի տարբերակը։ Սանսը լսել էր Հայկոյի տարբերակը եւ բանը Սանսի չի հասկացել, որ ավելի սիրուն է։ Երկու երգ կար, որ բան այտենց նամակագրություն կար, այնտեղ ունեինք շատ լավ ընկերներ, բանը Միացյալ Նահանգներում, որ կարողացել էին կոնտակտ անեին եւ այն ժամանակ դե շատ ավելի այդ cover հասկացողությունները շատ ավելի քիչ էին եւ այս պարագայում կար նաեւ այդ նամակագրությունը, որ ոնց որ Հայկոն կարողացել էր հեղինական իրավունքները։ Այո, կարողացել ինտերնետ կլուբ ունեն, էլի, հնարավորություն ունեն։ Վերցնել նաեւ այդ հեղինական իրավունքները այդ Սանսի երգը երգելու համար ու մի հատ էլ երգ կար Հայկի գրած, որ կարծեմ հակառակն էր գնաց, այսինքն Հայկից Ոտից կապում ուշ։ Հայկոն այնքան էր նամակը սիրում կպցնում էին, Սանսին էին ուղարկում, Սանսը հետ հուշի վրա կպցնում, ուղարկում էր Հայկոն։ Չէ, բայց ամեն դեպքում այն տարիներին առաջիններից է եղել, ով միջազգային շուկայից հեղինակային իրավունք է ձեռք բերել ու օրինական դաշտում է, հա։ Ես Չումակովի պատմությունն էլ կա, որ Չումակովը բան որ գրել էր, չէ՞, կներես նա, որ բանը այն որ Հայկոյի երգը ինքն էլ է երգել։ Վերջում ասել է ժողովուրդ, ես էս առել եմ ընդեղից Հայկոն ով է։ Իրականում իսպանական այս երաժշտությունը Հայաստանում շատ տարածվել է հենց Հայկոյի շնորհիվ, որովհետև սկսած Լուիս Միգելից, Սանզից եւ մնացած այնքան էր սիրում, ստուդիա ուներ, չէ, երեխեքի հետ պարապում էր վոկալ, դասերի մեծ մասը գնում էր զարգացնելու իրանց երաժշտական ճաշակը ու այս ամեն ինչի մասին պատմում էր։ Այն օրը մի հատ բան եմ նայում իր Instagram-ի էջում, բան է իման գալիս, մեկ էլ եկա այդ պահի վրա, որ ինքը գնացել է Սանզի համերգին ու տակի կոմենտը աղբերս Սանզին դրել է, տակը գրել Սանսին ասում աղբերս։ Բայց նաև այդ առումով Հայկը բան էր, էլի բազմա ոնց ասենք բազմաճաշակ էր երաժշտության մեջ, այնց չի որ մենակ լատինո երաժշտության կողմնակից էր, այդ տիպի երաժշտություն կրողը ինքը լսում էր սարսափելի քանակի էլեկտրոնային երաժշտություն, տարբեր ձևի։ Հայկոյի ճաշակը տարբեր էր ոչ միայն երաժշտության մեջ, այլ նաև ընկերության մեջ ու նա տարբեր մասնագիտությունների, տարբեր աշխարհների ներկայացուցիչների հետ ընկերություններ կարողանում անել, դա էլ խոսում է նրա ջիգարով, մի հատ հետաքրքիր բան էլ ուներ, էլի ասում էր։ Մի հատ ինքս sense սաղի հետ տենց բաներ անում, բայց ուներ ընտրած կոնկրետ մարդիկ ու շատ կարևոր բան էլ ասեմ, ում մասին ինքը ասում էր, ինքը լավն է, ինքը վերջում լավն է դուրս եկել։ Ում մասին ասում էր, մի հատ բանում մեր ընկերն է, բայց այդ բայցը երբ ասում էր, հիմա բոլորը այդ բայցի կյանքը ցույց տվել, որ իրենք բայցից են, էլի, հա։ Չէ, շատ ընկերներ կան, ու շատ մեկը մեկից լուրջ մարդիկ, լուրջ տղեկ ու բոլորի հարգանքը այնքան մեծ է Հայկոյի հանդեպ, որտեղ ինքը իրականում այնքան շատ բաներ անում իր կյանքում ու քիչ էր խոսում դրա մասին, ինքը շատ լավ լիքը մարդկանց լավություն է արել դրա մասին չի խոսել, լիքը բարեգործություն է արել դրա մասին չի խոսել, որովհետև ու դա էր իրան հենց գեղեցկացնում, էլի։ Օրինակ ես էլ կարծում եմ, որ խոսքի երբ ինչ-որ բան ես անում, դա չես անում, որ PR-պես կամ բան ասեն, ինչ լավ տղա է կամ եթե լավն ես կմնաս լավը, առանց դրա էլ կմնաս ու Հայկոն հենց հենց է լավներ ու միջև հիմա էլ լավն է ու միշտ մնալու է լավը ես կարծում։ Եթե լրել է իր ընտրությունն է եղել, բայց նա ապրել է լավ կյանք ու քիչ առաջ բայց եկեք մի հատ ուրախ պատմություններ այո, տոններ, ուրախություններ, բայց եկեք ուրախներին ասեմ։ Ման ինչ ես ուզում պատմել,
մեր տեկիլա պարտիների մասին։ Իհարկե։ Ուզում եմ, որ այս մրցանական բաշխության հետ կապված շատ խնդալու պատմություն կա, որ Հայկոն հնարավորություն չի ունենում գնալ Ամերիկա իր պրիզը ստանալու, ու քանի որ Հայկոն ու Վահեն շատ նման են, հատկապես sense հերվից, որ հələ չեմ ֆիքսում մարդիկ, ուղղակի Վահեն ինձ թվում է մի քիչ ավելի բոյով է։ Երբ որ Վահեն դուրս է գալի բեմ, պատմի այսքան մասից, մրցանակ ստանալու։ Գրիկ թատրոնում է, չէ՞։ Հա գնացել ենք ես եմ Գագանա ու հայտարարում են էլի մրցանակը ստանում է Հայկոն, բան, sense բոլորը ծափ են տալիս, ես ասենց հակած կապած։ Բայց դու Գագայի կոստյումի մասին էլ պատմի, էլի Գագան սիրուն ակտիվետորը։ Խապում ես Հայկոն ես։ Չէ։ Դասի որ հայտարարեցին Հայկո, դե ասել եմ որ ես ոնց որ բեմ բարձանամ, բան, դե ասենց հակած կապած sense բեմ են բարձրանում, սախսս բոլորը ծափ են տալի, բան, sense ամացից sense դեմքները փոխվում է, էլի հասնում եմ արդեն այդ որտեղ որ պետք է ելույթ ունենամ, դե ասում եմ ինչպես տեսակ ես Հայկոն չեմ, արդեն դե Ինչպես վարվել է ինքն էլի ես Հայկոն չեմ։ Բայց կապ չունի, ու լավ ինչ։ Հա, չէ, բայց ժողովուրդը շատ լավ ծափ տվեց։ Սենց է։ Ես չհասկացա ինչ կատարվեց սովայք։ Մի րոպե Գագայի հետ կապված մի հատ երգ ուներ, մեջ են սև սուրճի մի գավաթ ու դա տարկաթոր կողքից, մեջը են բանի ժամանակ, պրոյգրիշի ժամանակ մեջը բան գա գուգու գա ասես մեջը ոնց որ Գագայի մասին երգի, տենց գա գուգու բան, տենց հիմա ինչ է նոմերը, տենց որտեղ արդեն տենում ենք այդ հումոր էր դարձի գա գուգու բան, հիմա համերգն է Հայկոյի։ Ես են նստած եմ ու ինքը տեսնում է էլի, ասես կոնտակտի մեջ ենք ու այդ պայի ֆրացն գա գուգու գա Անջան իրականում Հայկոյի կյանքում ես մի հատ ուրիշ տեղ է գրավում են տեսակետից, որ միշտ փորձում է իրան ավելի առողջ ապրելակերպին, ամեն ինչին տեսնել դրան։ Բոլոր տանջանքները ու ունեմ ֆանտաստիկ վիդեոներ, ինքը ոնց է տանջվում պարապմունքի տեղը։ Մի անգամ Ձիարշավարան գնացինք, ասացի արի գնանք ձի քշենք, ինքնից միշտ ասում էր, լսի դու ոնց որ Երևանում դու Լոնդոնում ապրելու ես, կապ չունես այս բան իրականության հետ։ Իրական իրան շատ դժվար էր Գագայի գրաֆիկի տակ, մենք մի քիչ ուրիշ գրաֆիկով ենք ավելի ուշ զարթնող, ուշ քնող sense։ Գագային չէր կարում մերժեր։ Երբ որ Գագան ասում էր արի գնանք ինչ որ միտեղ իրար հետ, ինքը միշտ ասում էր հա, ու հետո սկսում էր գրել ես ոնց եմ տանջվում, ինձ դժվար է զարթնել ու ինձ բողոքում է, բայց իրան ասում է հա ու իր հետ գնում է։ Ու առավոտյան մի անգամ պայմանավորել ենք, ասում Հայկո գնում ենք պարապմունքի ժամը 9-ին։ Հայկոյի համար առավոտ ժամը 9-ն է, նշանակում մենք մի ժամ պետքա քնել ու գար 9-ին, որտեղ ինքը գիշերը չէր քնում, մարդը աշխատում էր։ Տեկիլա փարտ։ Ձիարշավարը ինչ եք պարապում։ Ձին քշում։ Այդ ձիա պարապում։ Չէ, դա ջիմի մասին եմ ասում։ Հա, այս ջիմն է։ Ջիմը։ Հայկոն Գագային ասելա Ձիարշավարան այդքան որ գնում ես վրա չի ասում, ասելա չէ։ Մանուջան, առավոտյան դե ես զավտրիկ եմ անում, գնում եմ պարապմունքի, Հայկոին սպասում ժամը 9 չկա։ Զանգում եմ հեռախոսը չի վեկալում, ասացի լավ, օքեյ, ուրեմն բանը, պարապմունքից հետո դուրս եմ գալիս, լանչ, Հայկոին զանգում եմ չկա, մեկ է ժամը 3-ին զանգ եկավ, դե ես միշտ որ ներվայնանում էի վրա, որ զանգում եմ, ասում եմ ով է, որ զանգում է, ով է, ախպերես, Կաղա գնանք զավտրիկ անենք ժամը 4-ին։ Ժամը 4-ին զավտրիկ, դե։ Վայ, շատ խոխմա է, ինքը միշտ այդ պահը տենց կար։ Դպրոցական պատմություն ունես դու։ Հա, ես այդ ապն էլ նախ ուզում եմ պատմեմ, որ ինքը ֆանտաստիկ պապա է եղել, այս մասով այն որ ոչ թե առավոտ 7-ին բուձիլնիկը դնում էր, ասում էր պիտի գնամ Արմանչոյից վերցնեմ, տանեմ, բերեմ, բամ։ Այս գիտես։ Բայց հիմա պիտի հարցակ է, դու առավոտ 7-ին ինչ էիր անում Հայկոյի հետ այդ ժամին։ Ինքը այն որ ոչ թե պարտավորված պապա է եղել, որ պետքա, ասենք, չգիտեմ, երեխային տեղ տանես կամ ինչ-որ մի բան անես, այդ ամեն ինչ արել է ապրելով Արմանի հետ, այն որ սենց մեծ հաճույքով, սենց շատ էտապներ կա էլի այդ ընթացքից, այն որ մտնում ես տուն, մեկ է տնում ես ինչ-որ միտեղից Հայկոյի ձենն է բարձր գալի։ Ինքը պրոստը բոլորին ասել է ես գործ ունեմ, գնում է ստուդիա Արմանի հետ օնլայն, երեխեքի հետ իր ընկերների հետ նստած PlayStation են խաղում, մեկ է մտնում տենում մեր փոքր տղան, Հայկը օնլայն դասարանցիներով ու Հայկոն։ Ու այս ամեն ինչ այնքան շատ ա եղել էս իրանց էս մանկական պատմությունները ու շատ սիրով։
ասենք ծնողական ժողով էր լինում, Գագայի հետ որոշում էին, որ երկուսով պետք է գան ծնողական ժողով, ու սա մամաներ են նստած։ Հատուկ է։ Բայց դա հատուկ էին արել։ Մի անգամ ճիշտ է, նրան Ես ասեցի, ասեցեք։ այսօր papaներին կանչել են, ու այն որ իրանք լուրջ դե որ կանչել են, մենք կգանք։ Ու սա մամաներ են նստած, երկուսով նստած են։ Ու ինչ բարդ ժողով պետք է լիներ, ես ոնց հասկացա հետո, դες մեզ կարացան բան անել։ Ես ու Հայկոն գնացել ենք խելոք մեր համար նստած, ու նշի բարի խոսակցություն ա գնում այդ։ Դե ոնց կփոխվեն, որ Հայկոին տեսնեն ժողովի տեղը, ոչ միայն մամաները, նույնիսկ մեր ուսուցիչները։ Ման, այս կներես էլի, այստեղ գալուց առաջ հիշել էինք այն օրերը, որ անում էինք Հայաստանի ձայնը նախագիծը։ Ու Հրաչի հետ հիշել էինք, որ առաջի տարին ինքը երաժշտական պրոդյուսերն էր, դե երաժշտական պրոդյուսերը էլ ավելի բարի, ինքը բարի ֆերին է, բոլորին օգնում է, երգերը տալի, պարապում է, ուղեկցում է, լավ բառեր ասում, միշտ գալիս էր after party-ներին այդ սաղ երեխեքին սեց, մինչև հաջորդ տարի եկավ նստեց ժյուրի։ Ուտեղ սկսվեց իր դաժան օրերը, տեղից նռան ինձ կկպնի, որովհետև իր մոտ ամեն ինչ լավ էր, այդ կուլ լսումները, երեխեքին ընտրելը եւ այլ, միջև այն պահը, որ պետք է մեկին հանեիր նախագծից։ Ու դե դեմից իհարկե սաղ պատմել ենք, ինքը գիտի, որ սա օրենքն է, սենց տեն, բայց այտենց ոնց որ ինքն էր քրքրվում ամեն անգամ, անկեղծ, որտեվ այդ երեխեքի հետ կապվում էր, բոլորին կանչում էր ստուդիա հետները պարապում էր, իրանց ուղղորդում էր, սենց էր անում, դենց էր անում։ Շատ դաժան, շատ դժվար էտապ էր դա։ Նախ սկզբից երգերն էինք որոշում, ով ինչ երգի, ինքը տենց ապրում էր իրանց ամեն մի երգածով, այս փուլում ինչ պետք է երգի, մյուսին ինչ պետք է երգի, հետո հանելուց հետո այնքան անհանգիստ էր, ասում էր այն որ ինչ որ տեղ պետք է գնացում, ասում էր գնանք մի հատ տուն, նստենք նորից նայենք, մի հատ ինձ ասեք ճիշտ եմ հանել, ոչ ճիշտ չէ, այնքան օրենք էին ընդունել, որ կարաս մեկին փրկես։ Հետո ասում Հայկո ջան, մեկին կարաս փրկես, չես կարա բոլորին։ Հա, նենց ուրախ էր, որ Պեպենանը մի անգամ փրկեց իր աղջկան։ Շատ, ու այդ աղջկա հաղթեց։ Այդ դրա համար էր ուրախ, որտեվ ինքը միշտ Հայկի բացի նրանից իր ֆենոմենալ մարդ տեսակի համար նաև շատ սիրում եմ իր հումորի զգացողությունը, որովհետև վիտամինի տղաները նույն պարոդիան էին արել The Voice-ի ու իր նման adekvat ինքը իր վրա ծիծաղել, նույն հումորները իհարկե չար չէին միանշանակ, բայց այնուամենայնիվ, օրինակ մենք ունենք այդ խնդիրը, հա, հիմա եթերում մեկի անունը չտաս, մեկը տենց կհասկանա, մեկը սխալ կհասկանա։ Բնականաբար հումորի զգացողությունն էր, բայց այնուամենայնիվ նաև տենց տպավորվում էր այն խոսքից, այն ինչը որ մի հատ sense հետաքրքիր բան կար, ֆենոմեն կար, ինքը տենց նախ շատ կասկածամիտ էր ինքն իր անձի նկատմամբ։ Այսինքն ինքը տենց ինքնավստահ չէր։ Ինքնավստահ չէր։ Այդ ամենաբարդ կտորն էր, որ այսինքն ինքը չէր հասկանում հա թե չէ, արդյոք ինքն այն երգիչը, այն կոմպոզիտորը, որին իսկապես են գովում, թե չէ։ Եվ ինքը կարա շատ տենց բան լիներ, ոնց ասեմ, սկսեին կպչուն մտքերը ավելանալ, այն պահին, երբ որ ինչ-որ մեկը հանկարծ մի ինչ-որ ձևով քննադատեր կամ ինչ-որ մի բան ասեր։ Օրինակ, էլի մի երգի վրա օրինակ կբերեմ, որը հետո տենց բնականաբար շատ լավ պատմություն ունեցավ։ Խոստովանություն երգը ինքը արել էր, ենթադրում եմ, տենց 2000 որ թիվա նար ասալաց կալեց։ Նարան մի անգամ Ես հեսա հա, եւ ինքը ուզում էր այդ ցանկությունն էր, որ այդ տենց էլի հիմա նորից եկանք, տենց կարուզոյի պես այդ տենց մեծ լայն երգ լինի, ու հետո ինչ որ բան, ինչ որ մեկը ասել էր, որ չի ստացվել քո մոտ ախպեր։ Ու ինքը այդ երգը չէր սիրում, գցել էր մի հատ արխիվ, հա, տենց գցած էր ու այդ երգը ոչ երգում էր, ոչ բաներ անում, ասում էր, որովհետեւ դա չստացվեց։ Որովհետև ինչ որ մեկը ինչ որ պահի իրան ասել էր տենց։ Իսկ իր համար ինչ որ կարևոր մեկը։ Չգիտեմ ով, չեմ կարող ասեմ, բայց տենց կար էլի տենց այդ պատմություն։ Հետո երբ որ բան այս 21 թվականին այդ մենք անում էինք երջանկության մեխանիկան ֆիլմը ու ես տենց համոզեցի, իսկ ես այդ երգը տենց ֆանտաստիկ երգ է իմ համար, ես շատ եմ սիրել միշտ։ Այն որ տենց շատ համոզեցի, ասի արի ոչինչ, այդ լայն արանժերով կետ հանի, մի հատ նոր թեթև բան արա, դա երգեց Ներսեսը իրա տենց քիչ արանժերով կար, այսինքն ինքը մոտ երևի 20 րոպեում արել այդ գործիքավորումը, որ
պայմանավորվել էինք, վանեինք արեցինք, գնացինք մի 2 ժամ հայացում սպասեցինք, հարևաններ եկան, մեզ կոֆե հյուրասիրեցին, բան, ասեց մինչև Հայկոն եկավ ստուդիա, մենք մտանք ստուդիա, ձայնագրվեցինք, ապա արանժировքան չէր արել, ասեց 2 րոպե միջև նստեք, ես հեսա կգրեմ։ Հեսա կգրեմ։ Լուրջ։ Բայց օրիգինալը ալբոմի նստեց, 15-20 րոպե մարեց արանժировքան, դուս եկավ ու մենք ներսից մտավ ստուդիա, ձայնագրվեց։ AI-ից արագ էր աշխատում Հայկոն։ Հա։ Այտենց երգը ոնց որ երկրորդ անգամ ինչ որ բան ունեցավ, էս էլ էր իր այտենց բնավորություններից, որ ինքը կարող էր մի բանից այտենց շատ տպավորվել ու այդ տպավորության հետևանքով ինչ որ բան հենց իր արած գործերից պրոստը դնել կողք։ Ինքը իրականում այդ ադդաչայից շատ ոգևորվում էր, երբ որ ասենք մարդիկ իրան տեսնում էին ու բոլորը անխտիր իրան սիրում էին։ Օրինակ Վահեի տղան որ ծնվել էր, մինչև ինքը պետքա բարձանար երեխուն տեսներ հիվանդանոց, մենք բոլորս վերևն էինք, ինքը 2 ժամ բարձանում էր, որովհետև այդ բոլոր բուժքույրերը իրան սիրում էին, փաթաթվում էին, նկարվում էին։ Որտեղ սաղին ճանաչում էր մոտիկից։ Մանե ջան, այդ մարդկային այդ բանը դա ինչն էր, օրինակ ես հիշում եմ, երբ որ մենք ինչ-որ մեկը նստում էինք, օրինակ ռեստորանում կամ ինչ-որ մեկը, ասենք չգիտեմ, տղաներից մեկը ինչ-որ դիտողություն էր անում, ասենք մատուցողին կամ բան, ինքը գիտեք ինչքան վատ էր զգում իրան ու ինքը խնդրում էր, ասում էր, ես խնդրում եմ իրանց ոչ մեկին դիտողություն մի արեք։ Ինքը շատ ուրիշ ձև էր վերաբերվում, այսինքն մարդկանց մասնագետներին, օրինակ Հրաչ ինչքան ասում է ինքը այդ մասով տենց բան էր, հա, ինքնավստահություն, բայց ինք վստահություն էր մտցնում դիմացի մասնագետի մեջ։ Դիմացին ոգևորում էր, այո, այսինքն երբ որ մենք օրինակ ինչ որ cover էինք անում, դիզայնի, աբլոչկա էինք անում կամ ասենք չգիտեմ, բեմ էինք բանում, ինքը շատ փոքր թեթև ինչ որ բաներով այնպես ոգևորվածություն էր մտցնում մասնագիտական, հա, օրինակ մեր դեպքում դիզայնի մեջ որ դու նույնիսկ անում ես ավելին, քան դու ունես այդ հնարավորությունը։ Որտեվ նախ երկրորդն էլ շատ շնորհակալ էր, ֆանտաստիկ շնորհակալ մարդ, այտենց երկրորդին ես չգիտեմ, որ այն աստիճանի կներես գաք շնորհակալ էր, որ եթե իրան մեկը մի հատ փոքր բան անում էր, ինքը այդ մարդուն նենց ադդաչա էր տալիս, այն աստիճանի էր բարձացնում, որ մեկ-մեկ տեղ ասում ենք, թող Հայկո այդ մարդը զարմացել է ինքն իրա վրա, որ դու այս կարգի տենց շնորհակալ կարաս լինես։ Ուրեմն Չայկովսկի դպրոցում դե Հայկոն ուներ վոկալ ստուդիա։ Շատ լավ վոկալ ստուդիա էր, շատ ստացված պրոյեկտ էր ու այդ ընթացքում դպրոցում ուղղակի պատմել այն ընկերս էլի տնօրենը, ասում է այդ ընթացքում գալիս է աշխատակիցներից մեկը ասում է Հայկոին ուզում ենք մեր աղջկա հարսանիքին հրավիրենք, այնքան ենք սիրում, որ գա, բան ինքը ասում է, հա, դե բնականաբար կգա, այս կողմեն կողմ կա Հայկոին կառաջարկենք, Հայկոին ասում է, հա, մեծ սիրով բան, բայց հիմա գիտեմ, որ այնքան խառնա, որ չի գնալու։ 2 օր հետո այդ կինը զանգում է, իրան ասում է, ասում է, սա վեկալել եմ հեռախոսը ու ոչ եմ, տենց չոքեն, որ լավ չի բան։ Ներկայացել է, որ շատ են սիրում, աղջիկը շատ է սիրում, որ շատ կուզի, որ տենց սուրպրիզ անեն, բան։ Ու վստահ որ չի գնաց Հայկոն, որտեղ պիտի քաղաքի ուրիշ քաղաք գնար բան ու չգիտեմ ինչով sense բանը։ Մեկ էլ ասում է հեռախոսը վեկալում եմ, այս կինը մի շնորհակալություն։ Այս ինչ արեցիր մեր համար, մեր կյանքը բաց է, ասում եմ չեմ հասկանում ինչա կատարվում։ Ասում եմ ինչ ա եղել, բան։ Բա Հայկոն եկավ, սաղ հարսանիքը ինքը երգեց։ Սաղ հարսանիքը երգելա ոչ մեկին չի թողել, եկել է հələ մեր այդ քեֆ արել միջև վերջ, հյուրերին ճանապարհել է ու մեկ սաղը վայ Հարսանիքը երգելա, առաջին գիշերը երգելա, սա Տես որ ասա։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը ներկայացնում է Mastercard World Travel Card, այս քարտը ունի մի շարք առավելություններ, տարեկան 6 մուտքի հնարավորություն launch-key եւ տարեկան 6 fast track ծառայության հնարավորություն ձեր, ինչպես նաեւ ձեր հետ ճամփորդողների համար։ Ճամփորդական ամբողջական ապահովագրություն, որը ներառում է բժշկական ապահովագրություն, ուղեբեռի կորուստ, թռիչքի ուշացում, չեղարկում եւ այլն, ձեր, ինչպես նաեւ ձեր ընտանիքի անդամների համար։ Տարեկան 1 GB ինտերնետ ռոմինգի հնարավորություն Global Roaming, Mastercard Concierge ծառայությունից օգտվելու անվճար հնարավորություն 24/7 սկզբունքով, ճանապարհորդեք աշխարհով մեկ Արարատ բանկի հետ եւ հավաքեք նոր հիշողություններ հենց այնպես։ Երկար տարիներ առաջ
դե Հայկոն նենց բոլորի հետ նենց ջերմա, չէ, ասենք սաղին նենց որ 1000 տարվա իր անգերն է, բան։ Մեր տունն ենք, բան, դուրը զանգում են, ու նենց է ստացվում երկուսով մոտենում ենք դրանից, ես բացում ենք, ու ես մեր տարիքի տղա է, բան, ցած Հայկո ջան, ցավը տանեմ, բարով ես եկել, այդ պիրուդին էլ Հայկը ոնց որ Ամերիկայից էր եկել, թե ինչ բան սենց։ Ախպերս պրիվետ բան, ցավը տանում, սենց մի գրկա խառնվում են բանը, ֆորմա վաջան պրիվետ, ցավը տանում, ինձ սենց պաշպրոշ բան։ Ես ինձ երկուսով ոնց որ դիմարում ենք, համեցի ցավը տանեմ, բան սենց բերում ենք նստում ենք, բան։ Մերոնք սենց սեղան են գցում, բան, սենց սուրճ, բան, դեսերտ, բան, սենց մի 2 ժամ շփվում ենք տարբեր ինչ-որ թեմաներից, բան, սենց ջանջիգար, բան։ Հա, ու սենց վերջում ճանապարհեցինք, սենց դուրը փակին, եկի Հայկասում, ապես ով է։ Եկել ասում եմ, ապեսը գիտեմ կոնգեր, ասում եմ բանը, վերջում պարզվեց լրիվ մի հատ անգամ։ Դες մի 2 ժամ հյուրասիրել ենք, ջերմ բան շփվել ենք ճանապարհը։ Հա, լրիվ սաղարինք ճամփինգ։ Հայկի վերջին համերգներից մի քանիսը Լիվինգստոնում էին կարել, սենց փոքր ֆորմատի համերգեր, որ ես ու Նարան համոզում էինք, պետք է տրամադրվես անենք ինչ որ հələ չէր տրամադրվում ունի հավես թե չէ ու Երվանդ Երզնկյանի հետ հանդիպում չէ լսի Երզնկյանի հետ հանդիպում եմ դրա որ մի հատ նոտագրություն հասկանանք որտեվ սկզբից ուզում էինք իրանց սաստաբով անեինք ոչ իմ Երվանդ Դավիդովիչ բան Հայկո եւ այլն հազիվ սենց գործին եմ հասցրել դուս եմ գալի որ Նառա հետ խոսամ որ հեսա Նառան հետ միանա ծրագիր կամ տենամ դիվաներով նստած են շատ բարի մտնարատում արդեն լրիվ ուրիշ թեմաներ ա որ ասում տղաներ ես վերգե ներողություն եմ շատ լավ է Հայկոն արդեն ուրիշ կոմեր թեք է շատ լավ է որ դիվաները լցրած զանգեցի Նառա արի խնդրում եմ վերադառնանք համերգին Հայկոն շատ էր սիրում այդ after party հասկացողություն։ Հա, համերգի կեսից սպասում էր երբ վերջանալու, որ գնանք էսած միտեղ քեֆ անենք։ Ժամանակ այնքան մեծ էր հուզմունքը, նույնիսկ անդադ հիշում եմ այդ որ համերգից հետո չէինք հասկանում, տերած լավ անցավ այս համերգը թե չէ, որովհետև բոլորս էինք հուզված, ամեն անգամ սենց ինքն է տապաժորած նստում էր ու այդ մի հատ սենց խորը շունչ էինք քաշում ու այնքան մի շնչով էր անցնում միշտ իր համերգը, դե էլ չեմ խոսում են հատվածը, որ բոլոր մարդիկ գրկախառնվում էին, իրար տեսնում, համբուրվում, մինչև հիմա Հայկի համերգները, իմ մոտ տպավորվում է, որ նոր մարդկանց եմ տենում, շատ եմ ուրախանում, որտեղ մնացած բոլորին գրեթե ճանաչում։ Այս այդ համերգի ժամանակ էր հենց էլի, որ ես զուգերքով երգում էի, ինձանից առաջ Նայրա էր այդ աղջկա անունը, լավ երգչուհի էր, Նայրան Մանուչարյան, կարմիր պամադայով էր ու այդ միկրոֆոնով որ երգում էր, իրանից հետո ես պետք է վերցնեի։ Միկրոֆոնի վրա դու մի ասա մնացել ես, չեմ մանում։ Հիմա երգում եմ, բա մեկ էլ էս մեր արևոն բեք վոկալ սենց արեց պամադետ մակրի, ասում եմ պամադես մակրի։ Հիմա ինչ պամադա, բա խոսքի սենց դու մի ասա սենց սաղ կարմիր եմ դարես, Հայկոն ընդեա մեռել, ասած։ Ուրիշի պամադա կսվել է վերած։ Հայկո Էրիկ տանդեմ ամենա ահա որ հավաքելի իրանց լուրջ փորձանելը դա ֆանտաստիկայի ժանրից է։ Հայկո այդ ճանապարհ գնալն էր շատ հետաքրքիր։ Հա, ուր ասես եղել ենք, գնացել ենք վերջին ճանապարհորդությունները դե Հայաստանի մեջ շատ ենք գնում, նաև վերջինը Սոչին էր երևի, չէ՞, բոլորս այնտեղ ենք։ Ես հիշում եմ որ գնացինք ինչ-որ կարաոկեի նման տեղ էր, Արան Մարտիրոսյան, Սարոն, ես, Հայկոն Սենց որ մտանք, մի տեսակ սենց նայեցին ապյաց էցի արմյանի բան սենց դեմքով, մտանք մեկ էլ սենց սկսեցինք երգել, I believe I can fly, and Հայկոն ընդերից համտե, Արոն ընդերից, Սարոն վերևից, բան սենց, ես էլ ընդեր մեկու մեջ, բան սենց, այս ռուսները հասկացան, որ սաղ մեր ձիվան, բոլորը մեր ձիվանի վրա ասես նստած են, Հայկոս բան սենց, ի խոսքով, տենց, Դե հետո բոլորը գնացին իրանց տներով, մենք գնացին քնելու։ Ճանապարհորդությունների կապված մի տարի եղավ Հայկոն Գերմանիա էին գնացել իր հետ, տենց ինչ որ առողջական ստուգվելու բան։ Ուրեմն Հայկոին համոզում, ասում Հայկո արի գնանք մի հատ ուրիշ քաղաք, էլի ինչ որ բանի պիտի սպասենք էս կողմ, մենք այդ 10 օրվա մեջ ամեն օր ինքը դե անընդհատ ին վրա ներվայնանում էր, որ ես շատ բան եմ ու պրավիլն եմ, այսինքն տոմս պիտի առնենք, ես պիտի անենք, անընդհատ ներվայնալ, բայց անում էր, որովհետև ձև չկա պիտի անենք։ Ու այդ անընդհատ ավտոբուս նստելուց տոմսեր առնում ենք, պատմեցի, որ գերմանացիները գնդակահարել են, ով որ չի եղել, ասես ոնց է դες բան եղել է ժամանակին, վերջը։ Նստում ենք մի հատ տրամվայ, որը որ այդ պայն չենք հարցնում տոմս առնենք։ Այդքան վաղ ժամանակ Դե տոմսը չենք արել կանգնած այդ հարսի պես հենց այդ վարքյանին դեմներս եկավ
ստուգողը, հսկիչը։ Սենց եկավ ինքը տենց էլի Հիտլերի դեմքով տենց ինչ-որ դեմքեր, սենց եկավ դեմս կանեց ու վստահ էր, որ ես չունեմ տոմս։ Նայեց ասեց your ticket։ Սենց ու ես այդ անգլերեն խոսում եմ, բայց անգլերենից մոռացա ես այդ պահին, որտեվ ես գիտեմ ինչա կատարվելու է, սա մեզ տանելու են խամաս, խայտարակ լինենք այս կողմեկում։ Տեսա որ չկա, ասեցի, ասում եմ Հայկոն ասեց, մի րոպե սպասի։ Ախպերս։ Ու սկսեց անգլերեն էս մարդու հետ ինքը անգլերենից նես չէր որ շատ ուժեղ է, անգլերեն սկսեց համոզել, որ մեզ մի ակտավորեք, որ դուս ինքեք ասում ինչ եղավ քո անգլերենը խիր որ ասում եմ չհասկացա ինչ կատարվեց, շատ տենց իր բանով տենց ասում է կարացավ նենց հանի որ մեզ շակտավորեն այնը Գերմանիայում որ տենց բան Կարողացավ ասել։ Չէ, ինքը լավ է խոսում էր։ Մի երկու բաժակ խմացել մեր Ռոբերտոյի հետ։ Նենց էր անգլերեն խոսում, ես ապշած ուզում էի հասկանայի, որտեղ ոչ Ռոբերտոն է նորմալ անգլերեն խոսում, ոչ Հայկոն գլոբա, բայց իրար հետ մի հիանալի խոսում էին։ Եվրատեսիլից պատմենք նաև։ Վաու, Եվրատես շատ լավն է։ Դե շատ ուրախ էր, չգիտեմ, հիմա այդ ուրախությունը, որ սենց բառերով կամ պատմություններով տեղափոխել, մենք դա ճիշտ տենց բան ենք նախ այն լարվածությունը չկար, որ սովորաբար լինում է Եվրատեսիլի շուրջ, հետո կար տենց բավականին մեծ էմոցիա, որովհետև Եվրատեսիլի երգը ծնվել է մի վախեցիրի սաունդտրեքից, ինքը մենք տեղից ենք եկել, որ ինքը հետո գրել է բան Եվրատեսիլի երգը ունենք սուպեր հավես աուրա, որովհետև մեզ միացել էին Եվրոպայում ապրող մեր բոլոր ընկերները տարբեր երկրներից ու մեզ բոլոր տեղերը են մեր պրոմոտուրը, այսպես ասած, այնքան հավես էր անցնում, անկախ բանից, այդ այսպես ասած հենց կառույցի կազմակերպած իրավիճակներից մենք ունենք մեր հայկական ընկերությունը, որը մեզ տենց տանում էր տարբեր քաղաքներով, տարբեր փոքր բնակավայրերով։ Լավ ման էին տալի։ Բայց դե հա այնքան զավեշտ, ավտոպարտիներ, բանը ավտոպարտիները անընդհատ։ Ու դե բան է, բնականաբար նաև տենց լիքը զավեշտալի իրականություններ։ Հա, ու դե բնականաբար մենք դեկոր ենք պատվիրել, դեկորացիոն սարքում են Մոսկվայում Մալի թատրի արվեստանոցում են սարքում եւ տենց խոստացված որ պետքա դա հրակայուն ներկերից լինի, ծառը պետքա շարժվի, բան տենց բարդ մեխանիզմներով, հետո Մոսկվայից պետքա հասնի Ֆինլանդիա, որ ավելի մոտ է դե բնականաբար ավելի հեշտ է այդ ամեն ինչը անել այդտեղ, այդ ծառը եկավ հասավ, մենք արդեն այդտեղ ենք բան Հելսինկիում ենք, ծառը եկավ հասավ, առաջի փորձն է, այդ ծառը պետքա վառվի ու ծառը բնականաբար վառվում է այս վառվում է բայց կրակներով վառվում է չի հանգում դատլա դա պետքա բան իդեան որն էր որ ինչ որ պահի պետքա ինքը բռնկվի եւ բռնկվելուց ինչ-որ ճյուղերից մեկի վրա պետքա հանգի Եվրատեսիլի բեմը հա եւ չայ մենք առաջի փորձի գնում գմպցնում ես ախ Եվրատեսիլի բեմը ու ծառը վառվում է ու չի հանգում էլի վառվում է ու Հայկոյի թեթևությունը այդ ընթացքում եկան էս արանքում այդ բաներով անջատեցին ծառը հանեցին բեմից ասցին էլ իրավունք չունեք էս օգտագործեք նու տիպը կամ փոխեք ներկը բայց դա իրատեսական չէր ներկը փոխել որ հրակայուններ չգիտեմ ինչ է փոխարենը որոշեցիք սիրտը չէ սիրտը սենց տենենց կար ծառը մնաց լավ էր այդ թևերը շարժվում էին այդ թևերի շարժումը կար բան այդ շեդևր նկարը կա մի հատ նկար է որը ես նկարը կուղարկեմ ձեզ որտեղ Հայկոն այսենց է նստած այսենց հրաչի հույսով որտեղ նայում որ ծառը վառվել է չգիտենք այսպես ու հրաչը այսպես նստած ու մի հատ խոխմա պատմություն այդ պահին զանգում է ու այդ սիրտը որ պետք է այդ զանգում է խոսում եմ հետը ու պետքա սիրտը դեպայթ մեկ է սենց իրա սենց հանգիստ այսօր փորս տրակացրին այն որ ստեղ պետք է լինի բայց ներքելնա ծառը սվառվեց
Երևի այդ շորերը չեմ հագնել, ասում բայ չեք անում, Հայկ, ասես դե գնում ենք միտեղ հեսա հաց ուտենք։ Ասում եմ իսկ ինչ եք անում համերգը։ Ամենակարևոր համերգին Եվրատեսիլի են ամենավերջնական ելույթի ժամանակ Հա մենք մենակ ֆինալ ենք։ Եկել ենք, նստել ենք, արդեն տեղավորվել ենք, որ արդեն պետք է այդ վերջնական հիմնական ելույթը լինի, բան, մեր դելեգացիան նստած է, բան, եկե զանգում է Հայկոն, վերցնում եմ, ասում եմ, ինչ ես անում, ասում եմ, դե նստած եմ, սպասում եմ, որ հեսա պետք է սկսի էլի համերգը, բան, ասում եմ, ապա մտք կգնաս հյուրանոց գաս, ասում ինչ ա եղել, բան, տիպ արդեն տեղավորվել ենք սաղ մասը նստած էս Եվրատեսիլի պիտի սկսի, ասում եմ, սա առոշկեն եմ մոռացի Համարում, հա։ Սոչիում եմ մայքեն էր մոռացել։ Հիմնական սարուշկը։ Իմ մայքեն եմ տվել տակից հագելա, որը որ պրինցիպի իր վրա պետք է փոքր լինի, բայց միցը ձգեցի Հայկոյի վրա։ Հայկոյի այդ մոռանալը շատ ֆանտաստիկ։ Մի հատ էլ բան պատմեմ, էլի բանից Հելսինկիից։ Ուրեմն Հելսինկիում կա հայ համայնք եւ բավական լավ համայնք է, որովհետեւ տենց գիտական համայնք է ձևավորվել դեռևս տենց սովետական տարիներից։ Մեր շատ գիտնականներ տեղափոխվել են այնտեղ աշխատելու ու մեզ այդ հայ համայնքը հրավիրում է իրանց հետ հանդիպման։ Դե պարզ է, որ պետք է տենց մեծ ուրախությամբ մենք ընդունում ենք այդ բան, բայց գալիս է մի հատ մեծ ավտոբուս։ Մենք բոլորս լցվում ենք այդ ավտոբուսը ու մեզ երկար ճանապարհ են տանում, մենք որ տենց չգիտես ուր ես գնում, էլի կես տանել են կորցնել, ինչալ են, ոնց ուր ես գնում։ Հասնում ենք բան ֆինական ծոցի մի հատված, որտեղ կան մանր, ասենք, չգիտեմ, 2 քառակուսի մետրանոց, ասենք 7 քառակուսի մետրանոց, ինչ փոքր կղզիներ։ Այդ ֆինական ծոցի այդ հատվածն է։ Ու բանը, տենց գալիս է մի հատ ֆին, սենց կլորակ կերպար, կանգնում է, տենց միկրոֆոնը դրած բան, ու սկսում է իրանց լեզվով ինչ-որ տենց տեքստ ասել, հետո մերոնք թարգմանում են, ու Հայկին նվիրում է, Հայկի անունով կոչում են այդ ուջուր կղզիներից մեկը։ Կա սերտիֆիկատներ կա։ Ֆինական ծոցում մենք ունենք Հայկո եղել է։ Իրականում մեծ են սիրում իրանց շենքի ժողովուրդը իրանց, որպես լավ հարևան նաև։ Ահա որ սիրում են բոլորը, ամբողջ շենքը զարդարված էր։ Դրանից հետո բոլորին հրավիրում են բաղնիկ։ Ես ասեմ, որ հարևանները պատրաստել էին Հայկոն չենք գնում։ Անացած է գնում։ Պատրաստել էին հարևանները մի հատ շատ հետաքրքիր բան, ամբողջը պատերին գրած էր կեց է Հայկոն ու այդ նկարները կան, որ հարևանները ոտի գիշերներ եկել այրոպորտից բոլորը զարթուն մնացել էին հարևանները եւ դիմավորում էին Հայկոին հենց շենքում։ Ժամանակ մի տեսակ Եվրատեսիլի ֆենոմեն ուներ նաեւ։ Չէ, ուղղակի իրան շատ սիրում էին։ Բոլորս ենք հետևում, բոլորս ենք անում։ Իրականում մի քիչ մենք տենց նաև տենց բանը շատ լուրջ ենք վերաբերվում։ Փոխվել են տարիների ընթացքում ուրիշ տեսակ են մարդիկ ընկալում։ Երաժշտությունն է փոխվել։ Երաժշտությունն է փոխվել, բանը, չգիտեմ, Շարժոտаж կար եւ տարբեր արտիստի վրա տարբեր ձևով Եվրատեսիլի իրականում ազդում, բայց ես դες ասեմ post եվրատեսիլյան տենց ֆենոմեն է, որ մենք Եվրատեսիլից հետո Հայկոյի հետ գնում էինք դրսում շրջագայությունների, համերգների եւ բան կար, օրինակ նայեք Սիրիայում, Լիբանանում մեզ ընդունելա բան, իրենց անպայման որ քաղաքում եղել ենք, այդ քաղաքի քաղաքապետը ընդունել է մեզ ու բոլոր տեղերում նշում էին որ Eurovision բան recognized artist Սիրիայում այսինքն այդ բանը ոչ Եվրոպայում էլի միևնույն է Մայստրո մի կարևոր բան է հիշեցնում էլի 2007-ին Հայկոն դե որոշվել էր որ ինքն էր գնում, բայց գեղեցիկ համել ինչ որ նախընտրական մի հատ փուլ եղավ, որին ես էլ եմ մասնակցել։ Ես էլ եմ մասնակցել ու շատ գեղեցիկ էր։ Այն ժամանակ ամենամասշտաբային տես ամենամասշտաբային տես նախընտրական ինչ որ բան էր։ Էլի ինքան հայտակցի շատ գեղեցիկ էր։
Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Step by Step Group-ը, որը միավորում է մի շարք շինարարական բարձրակարգ նախագծեր։ Նրանց նախագծերից են Շուշի Palace-ը և Step Construction-ը։ Step by Step ընկերությունը իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաև բնակելի, հասարակական և արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Ընկերությունն ապահովում է շինարարական ամբողջական գործընթացը, չափագրում, գեոդեզիական և գեոլոգիական աշխատանքներ, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, կոմունիկացիաների բաժանորդագրման կազմակերպում, վերանորոգման ծառայություններ։ Քայլ առ քայլ դեպի հուսալիություն, Step by Step։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա, Step by Step Group։ Արմանի մասով կարելի է, մի հատ ինչ որ պիրուտ էր սկսվել Արմանի մոտ, որ ինքը, չգիտեմ, մի հատ կներես, մի հատ էս պահից առաջ ասեմ, որ Հայկոն ամեն տեղ ուզում էր Արմանի հետ գնար։ Ինչ ընկերներով հավաք կլիներ, որտեղ կլիներ, ինքը ասում էր ես ուզում եմ Արմանը հետս լինի միշտ, սենց ինչ որ չափից ավել ինքը կապված էր հետը ու ընկեր որպես նաև կապված էր ու տանում էր տենց տղաներով իրանց մեծերի հավաքներ։ Ինքը Արմանը միշտ իր հետ էր, միշտ, որտեղ հիմա հասկանում եմ խի, որտեղ ինքը բացազնայել ուզում էր ամեն վարքյան Արմանի հետ լիներ։ Ու այտենց անընդհատ ինչ որտեղ գնում էինք, դե բնականաբար Հայկոն, որ ինչ որ միտեղ լինում էր, հավաքվում են ամենակիչը մի 20 հոգի իր ընկերներից, որտեվ ամեն վարքյանյան մարդ էր զանգում, ինքը հրավիրում էր, հավաքվում էինք, ու տես չէր լինում տես դեպք, որ ասենք 2-3 հոգով նստենք, ու ամեն անգամ վերջում հաշիվը փակելուց, որ ասենք ասում էինք հաշիվը բերեք, Արման ասում էր ոչ մեկը չշարժվեք, պապան պիտի փակի հաշիվը։ Այդ նվալով, լացելով։ Ասում եք Արման ջան, չէ, պիտի պապան փակի ու անընդհատ ես ասում Հայկո, ես ո՞նց անենք, ասում չգիտեմ, խիատենց անեմ։ Արմանի բոքս էի, որտեղ այնքան բան էինք պատվիրել ու մեկը հրավիրել էր, բայց Արմանը հիստերիկա արեց։ Պապաս Պապան չի ուզում։ Արմանին պրիվետներ։ Վայ, ու ինքը շատ անհանգիստ նաև, ավելի ճիշտ սենց էր իրականում, որոշել էր, որ ճամբար պիտի ուղարկի Արմանին, ու ինձ միշտ վրեց խոսում էր, ասում էր, դու Հայկոին պահում ես, չես թողում սենց տեղեր, արդեն մեծ են, թող գնան, ասում եմ, հələ փոքր են, պետք չէ էլի ուղարկել ճամբար, դե երևի, չգիտեմ, 10-9 երևի, հա, չէ, դաժե 10 չէին, 8-9 երևի, ճամբարի պատմության վրա մենք ամեն օր, ասենք 10 օր պետք է մնար, 2 օրը մեկ գնում ենք Արմանի։ Ես ինձ ասում եմ, դու մի ուղարկի, ես ուղարկելու եմ, ասում եմ փոքր են չարժի բան, թող սամաստայացիլնի լինի ու դրանից հետո երևի 2 օրը մեկ կամ երևի ամեն օր եւ զանգում ես ուր ես, գուգարք եմ մի հատ գնում։ Էն էլ լորի։ Գնամ մի հատ տենամ երեխեն ոնց է։ Մեքենաների հետ կապված էր շատ բան ինքը, ուրեմն մի հատ այդ որ Մեքենաներ սիրում էր Հայկը։ Հա, դե տեխնիկան բանը այդ ամեն ինչը մեկ տենց անընդհատ ինչ որ ասես միշտ բան էին կանում, թարմացումները միշտ կար։ Ու Հայկոն մի հատ որ խոսացինք BMW կար, մի հատ BMW ուներ, որը որ այդ ժամանակ այդ BMW-ն քաղաքում երևի միակն էր իրանը, որ տենց սաղս նայում էինք, ասում էինք, ինչ մեքենա է, ինչ է սևը, որը հետո ես առա։ Ուրեմն այս մեքենան վերջը այդ մեքենան համոզում եմ Հայկոին, որ վաճառի ինձ առնում եմ այդ մեքենան ու ասում եմ համաները բայց մի փոխի ասում եմ խի ասում ես համաները սա գիտեն պրոբլեմ չէ ոչ մեկ չի կանգնացնի քեզ ես էլ ասում եմ մի պիրոտ ես մի 6 ամիս 7 ամիս ոչ մեկ ոչ կանգնացնում է ես ուրախ երջանիկ մեքենա քշում եմ մեկ էլ մի հատ ոստիկան կանգնացնում է ես էլի կանգնում եմ արդեն տենց վստահ եմ որ ամեն ինչ լավ է բան ասում եմ էսի Հայկոյի մեքենան է բան սենց խոսում ես ամ Հա, բայց դու Հայկոն չես։ Բայց դու Հայկոն չես, չէ։ Ամեն ինչ մեկ բայց է որ դու Հայկոն չես։ Իորեն մեկ բան, էլի բան է ճանապարհային ինչ որ տենց կանգնացրել են Հայկոին, այդ բանը որ տենց ու ապակին իջացրել է ու ոստիկան ճանաչել է բանը, տենց բան, տենց դեմքով տենց մոտիկացել է, վայ, բարև ձեզ, Արամո ջան։ Բայց Հայկոյի մասին, Արմանի մասին, որ խոսացին, մի հատ ֆանտաստիկ պատմություն կա, Հայկոն նստած է լինում ինչ-որ մի հատ ռեստորանում ու իրան անակնկալ բերում են, որ ինքը պապա է դառնալու։ Ուրեմն այդ պահին երաժշտությունն է, երգիչներից մեկը չգիտեմ ով է երգում է, այդ ինչ-որ հետաքրքիր երգ է երգում բան, Հայկոն բացում է այդ բանը ու
արդյունքները սկսում է գնալ, լացում, այդ ինքն է պատմում էլի, լացում, հուզվում է, որ սենց էս կողմեկում, Վերջո պատմում է, որ երկիշներից այդ տղանով որ եկել էր, գնում է անգենեն ասում է անենց երկեցի Հայկուն աշկերը լցվեց։ Նենց է եկել Հայկուն։ Բայց քո պատմությունից մանկության էլի կուզեի, է։ Երկուսը պատմել։ Երկուսն է։ Ասա ինձ հաղորդում եմ վերջին ինչքան բան է գիշել։ Հա ոչինչ, սես փոխանակ։ Լավ է դե պատմում, դա չի ուզում պատմեմ։ Դե լավ ֆուտբոլից է ոչինչ։ Հա, մեր տարիքային տարբերության ոնց որ տնեցիկ ինչ որ առիթի են գնում, մնում են ես ու Հայկոն տանը ու թողել են, որ չգիտեմ, այդ մեր մաթեմատիկական դասերում որ օգնի ինձ։ Հա, դասերը որ ավարտենք բան, վերջը, դե այնց չգիտեմ, որ դասն է, առաջի դասն է, ինչ փոքր, հա։ Վերջը գալիս է այդ երկուսը բաժանած երկուսի ինչ որ sense խնդիր է որ պիտի լուծենք բան, ասում եմ դե երկուսը բաժանած երկուսի մեկը անում բան, Հայկն ասում ոնց է մեկը անում 0-ի անում բան։ Վերջը sense իրար տվինք բան սպանինք իրար, վերջում տենց։ Վերջում ինչ բարձրեց։ Վերջում ջղայնացել է վրա, մինչև իրար տվինք բան էլի տենց սպանինք տունը, վերջ տնեցիկ եկան դե պատմում ենք էլի որ։ Վերջը չես ուզում պատմել։ Դու Ինչ է, վերջը արդեն ինձ էլ շատ է։ Վերջում գալիս են ծնողները վահեն տենց բան եղած ասում է վերջը ասում է տենց ասում եմ երկուսը բաժանած երկու հավասարա 1 ասում է չէ 0 ու էլի ծեծում է բանան ասում Հայկո ջան բայց երկուսը բաժանած երկու հավասարա 1 հա բայց իքարտին դժվել է դա սպանել ենք իրար Խիստ Մի հատ խնդալու պատմություն պատմեմ դրանով sense դե որպես մեծ եղբայր իհարկե ինքը միշտ թերապևտիկում կար չէ մենք տենց այդ երեխա տարիներում տենց կոնկրետ մեծ աղբերություններ է եղել բայց աղբերությունը շատ ուրիշ է շատ կապված է հետո առաջի իր երգ լսողը իր գրած երգի եղել է Վահեն հա առաջի այն օտեկան էսպես ասած որ պետքա ուղարկենք իր արած սա գործերը ինչը վերջացնում էր առաջի լսողը ես եմ եղել, տենց ստուդիայում ձայնագրում էր, ասում էր ապերմա տավտերի մեջ քո կարծիքը բան ասեն։ Իմիջիալով այդ իրար հետ քննարկում ենք բան։ Ու այդ երաշտական կոպիտ դաստիարակությամբ մանկուց լավ երաժշտություն ենք լսել, տենց էլ ձևավորվել է, էլի։ Այդ առաջի այդ երգերի բանը օտեկան, որ ասպես ասած Վահեն որ ուղարկում են, այդ մատ մեծ երջանկություն է ու մենք ունենք տենց մի հատ chat ունենք, որը սենց ասում աշկի լույսի պես պահում ենք, այն բոլոր երգերը, որը որ հիմա դարել են խիտեր, որոնք որ ոնց են դրանք ստեղծվել ու իրա որ ինքը ուղարկում էր, այնց հետաքրքիր է, անդադ այդ կարծիքը Վահեին ուղարկում էր, կարծիք, օրինակ մեզ էլ ուղարկում եք, մեկ ասում էր մի հատ էլ ասեք, լավն է, թե լավ, բայց երգը ուղղակի ինչ որ մելոդիա էր։ Կայացած երգիչ, կայացած Այո, արտիստ։ ու այդ մելոդիան հիմա նայում ես ինքը ինչա դառը։ Իրականում այդ արխիվի վարիչ, որ ասում ենք ինձ, այդ ես տենց չեմ որոշել մենակ, ինքն է տենց ուզել։ Ու դեռ այն ժամանակ էլ իր էջերում ես ադմին էի, ինքն էր նշանակում, որ իր հետ միասին, հա, Facebook-ը կլինի կամ մնացած, չգիտեմ, YouTube-ը, այս ամեն ինչը, ու դրա հետ միասին էլ նաև կոմպը։ Ինչ ուներ, նույնիսկ երգեր ինքը չուներ։ Ինձ էր զանգում, մի հատ էս կուղարկես, այս երգս կուղարկես, այս ինչը կա, ու տենց մնաց, որ իմ մոտ եղավ Մի անգամ որ եկա բան արեցի, մոնիտորի գործ է անում, մեկի գամ տենամ դեսքթոփի վրա, այսպես լցված ասեն։ Ինքը սենց խառ է, որ մի իկոն կա, մյուսի վրա մեկը մեկը։ Սա խառը։ Եկա ասում Հայկո, ես ինչ է այս բանը, էլի, բեր մի հատ դզեմ, ես դրեցի սաղ սկսեցի ուղղեցի։ Ինքը մինչև վիսկի էր լսնում, դու դզում ես։ Ուղղեցի, մեկ էլ եկավ ներվայնացած։ Ես ինչ արիր։ Ու դրեց այդ նույն ձևի։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է D-Energy ընկերությունը, որը առաջարկում է իր ծառայությունները դիմումից մինչև միացում։ D-Energy ընկերությունը շուրջ 13 տարի է, ինչ իրականացնում է էլեկտրական ցանցերի նախագծման, ինչպես նաև մոնտաժման աշխատանքներ, եւ կարող է օգնել ձեզ ճիշտ լրացնել ձեր դիմումը նոր բաժանոր դառնալու համար։ Եթե ցանկանում եք խնայել ձեր ժամանակը, խուսափել բարդ փաստաթղթային ընթացակարգից եւ ունենալ վստահելի գործընկեր ամբողջ ճանապարհի ընթացքում, ապա D-Energy ընկերությունը պատրաստ է մատուցելու իր ծառայությունները դիմումից մինչև միացում։ Վստահեք պրոֆեսիոնալներին, խնայեք ձեր ժամանակը, դիմեք D-Energy։
Զանգահարեք 857 կարճ հեռախոսահամարին եւ ստացեք անվճար խորհրդատվություն։ Էլեկտրաֆիկացման ամբողջ գործընթացը թողեք մեզ։ D-Energy-ն հոգում է ամեն ինչ։ Խնայեք ձեր էներգիան։ Մենք այն կապահովենք։ Հայկոնեն եզակի մարդկանցից էր, ով գալիս էր մեր համերգներին, օրինակ իմ համերգի, հենց որ իմ համերգը պետք է տեղի դուրս գա, առաջինը ինքն էր պոստանում։ Առաջինը ինքն էր կիսվում այդ նորությունով, առաջինը ինքն էր սուպորտ անում, ձեռք բռնում, համերգին առաջինը ինքն էր ոտի կանգնում, ծափ տալիս, առաջինը ինքն էր քեզ հետ միասին երգում։ Դե ինքը որովհետև այդ որպես արտիստ այնքան լավ այդ ամեն ինչը զգում էր։ Ոնց է որ դու դուրս ես գալի, անընդհատ ասում ես երգեք, ծափ տվեք, բան ինչ որ sense կոմպլեքսավորում են երբեմն չեն ծափ տալի բան, դու այդ գիտես այդ դրա գինը ու Հայկոն էլ գիտեր դրա գինը ու առաջինն էր քեզ ոնց որ բանանում, հա, այդպես էր։ Միշտ ոգևորում էր ու ինձ միշտ էր ասում, առաջ երգում դուրս էի գալիս նոր երգով ելույթ է ունենում, մեկը չէր գալի ասեր ապրես, օրինակ ես ինչ բանը լավ ես արել ու ես էլ քեզ ուզում եմ միշտ ասեմ, որ դու ինչ անում ես շատ լավ ես անում, տենց միշտ իմացի բան, ոնց որ այն բացը, որը որ իր կյանքում միշտ եղել է, ինքը իմ կյանքում փորձում էր լրացնել։ Հա, այդ տենց ընկեր ենք։ Ու դու էլ հիմա շարունակում ես նույնությամբ երիտասարդներին ու խորհուրդ ենք տալիս բոլոր արտիստներին Հայկոյի նման լինել ու կարողանալ ոգևորել ու այդքան ուրիշի հաջողությունով ուրախացող լինել։ Այո, եւ ինչն է կարևոր տոմս գնել համերգին գնալիս ու չսպասել հրավիրատոմսի, որովհետեւ կազմակերպիչների համար իսկապես մեծ ահռելի աշխատանք է կազմակերպել համերգներ ու այդ օրերին մտածել ում հրավիրել, ում ոչ, շատ դժվար է, այնպես որ կարծում եմ բոլորս էլ շատ սիրում ենք, չեմ կարծում, վստահ եմ բոլորս շատ սիրում ենք Հայկոյի երաժշտությունը եւ առիթ պետք չէ բաց թողնել Հայկոյի երաժշտությունը վայելելու համար հատկապես, որ նառան կարծում եմ հանել է արխիվից նոր երգ ու մենք ամսի 25-ին հնարավորություն ունենք առաջին անգամ լսելու նոր երգ, խնդրում եմ նախ պատմեք համերգի մասին, որտեղ է լինելու երգը։ Նոր շատ գեղեցիկ ստեղծագործություն է, երաժշտական ստեղծագործություն է։ Նախ ամսի 25-ը դարձել է սենց Հայկոյի օրն ու միշտ եղել է Հայկոյի ծննդյան օրը, հիմա ես սենց մեր համար տոն է, որ մենք էլի իրար հետ ենք, որ բոլոր իր երկրպագուները մեզ հետ են, որ այդ օրը կարողանում ենք իրարով լրացնել են բացը, որ կա, դա հնարավոր չի արկել լրացնել, բայց գոնես փոփելով իրար ու շատ ուրախ ենք, որ այս տարի ավելի մասշտաբային ենք անելու Սիմֆոնիկ Հայկո պրոյեկտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Ադանա կոմպլեքսի աուրա հարթակում առաջին անգամ իդեպ նորաստեղծ առաջին անգամ է այդտեղ լինելու շատ ահռելի մեծ հաստորեն բացօթյա բան է հարթակ է բացօթյա տարածություն է որտեղ շատ հետաքրքիր աուրա կա 5-6 հազար հանդիսատես մի կարծում եմ դրանց ավել էլ կարող է տեղավորել։ Բայց այդ 5000-ը կոմֆորտով է։ Հա։ Մենք հա հիմա մտածում ենք որ բան է, սա տոմսերը բավական լավ են վաճառվում, բայց էլի կա խնդիր որ պետք է ես ասեմ որ անցյալ տարի կներես Հրաչ ջան, անցյալ տարվա Գառնի համերգը այնքան ցանկացողներ կային, որ չկարողացան լինել, որովհետև մեր տարածքը սահմանափակ էր ու սենց հիմնադրամի էջին անթիվ անգանակ սենց երկրպագուներ են գրել, որ խնդրում եմ կրկնեք լինելու է, որ մենք նախատեսենք մեր Երևան այցը նույնիսկ այդ օրերին, եթե դրսից են երկրպագուները ու այս տարի դրա համար որոշեցինք, որ ավելի ծավալով մեծ լինի, որ բոլորը կարողանան ներկա գտնվել այսինքն պարզապես պահանջեք, որովհետև մեծ տարածք է եւ կարող են աթոռ ավելացնել, հա, ես ճիշտ եմ հասկանում։ Այս տարի այդ իմաստով բանը, հա, եթե 5000-ից ավել հանդիսատես կլինի, բնականաբար Իդեպս վերջերս Մոսկվայում էինք Հրաչի հետ ու ինձ մոտեցան հայ աղջիկներ ու իրենց մայրիկ ու ասացին, որ օգոստոսի վերջ հատուկ գալու են Հայաստան, որ մասնակցեն Հայկոյի համերգին, այնպես որ դուք էլ եթե մեզ հետևում եք դրսից, նրանց օրինակին հետևեք ու առիթը բաց մի թողեք, եկեք Հայաստան, որովհետև մեծ
երաժշտական տոն է սպասում ի վերջո Հայկոյի երաժշտությունից նոր երգի մասին պատմեք։ Բացի նոր երգից էլի նոր երգեր են լինելու, որոնք որ նորովի սիմֆոնիկ ապրապոտկա գործիքավորումը արել մեր հրաշքընկեր Մարտին Ուլիխանյան ու նույն երգերը չեն հնչելու, ինչ որ մի չափով իհարկե սաունդթրեքերը կլինեն, նորացված ծրագիր է։ Շատ սիրուն տարբեր նոր բաներ ենք մտածել, շատ շակերտները չենք բացում, որովհետև Հայկոյին սիրողը կգա ու կգնահատի։ Բայց միայն ինստրումենտալ երաժշտություն է լինելու, թե երգիչները նույնպես։ Երգիչները Երիկը մասնակցում է։ Իհարկե, իհարկե։ Լրում։ Համեստ է։ Ովքեր են լինելու, լավ, կարող եք այսօր աննել։ Նոր ստեղծագործության մասին ասեմ, հետո մնացած Երիկը ամեն ինչ կասի։ Գործիքային ստեղծագործություն է, դա շատ ավելի սիմֆոնիկ մտածողության մեջ ստեղծված գործ է, որը արվել է մի քանի տարի առաջ ու 17 թվականին ստեղծագործությունը կոչվում է Արարատ եւ շատ սիրուն է, շատ զգացմունքային է ու կարծում եմ, որ շատ հետաքրքիր է լինելու Արարատյան դաշտավայրում, Արարատյան Արարատ ստեղծագործությունը սիմվոլիկ է։ Գործիքային է, բայց լսվում է Հայկոյի ձայնը ստեղծագործության մեջ ու շատ մոգական վոկալ մաս կա, որ հետաքրքիր է շատ մաս կա։ Այս նոր ստեղծագործության մասին Էրիկ, բաց խոսքը ձեզ Հայկոյի նոր երգերի հետ կապված ու միշտ այդ թե հիմա որ ինֆորմացիան քիչ է արդեն կա այն ինչ որ կա եղել է, այն ինչ որ եղել է ու բաներ կա երբեմն ինչ որ համակարգչից սենց մի տեղից քերում բան մի օր Վահեն վիդեո է ինձ ուղարկում ասում է նա ինչ եմ գտել նայում եմ ինչ որ սենց սա կոմպից դրած ֆայլ է մի հատ ասում է չէ հələ մի հատ զում եմ անում նայ այդպես ինչ է գրած զում արեց վրան Էրիկ էր գրած երգ որը որ գրել էր մինչև այսինքն ու չէր հասցրել Քեզ համար այո ու չէր հասցրել նվիրել փաստորեն գրել էր վրան Էրիկ ու տենց կոմպի մեջ մնացել էր Վահես գտավ այդ երգը սարքեցինք որը դարձավ վերջերս քո աչքերում սիրած անունն է տեսալովակ նույնիսկ ունեցավ Այդպես ես կարծում եմ մի քիչ է որ փորփրենք համակարգչում իստում Հայկոն շատ նման երգեր ունի ես ինքս գիտեմ երբ մի բան ստեղծագործում ես երբեմն քեզ թվում է լավ չի կողքի ես դնում ինչ որ ձայնագրում ես կողքի ես դնում քեզ թվում է լավ բան չի բայց իրականում քեզ դա ուղղակի այդ բային թվացել է իսկ Հայկոյի դեպքում կարծում եմ նրա երաժշտական ճաշակը այնպիսին էր որ ոնց էլ գնար մեկը մի բան լավ էր ստացվելու նենց որ վատ բան դժվար գտնենք ու ես վստահ եմ որ դեռ ինչ որ լավ նոր երգեր sense դուրս են գալու ստեղծվելու են լինելու է այդ համերգին նոր երգ լինելու են նոր համերգներ բայց այս համերգը շատ կարևոր է որովհետև այս սիմֆոնիկ երաժշտական այս գիծը շարունակելը նույնպես շատ կարևոր է Հայկոն բացի էստրադային կոմպոզիտոր լինելուց բացի նաև սաունդթրեքներ հրաշալի գրել, որոնք սիմֆոնիկ նվագախմբի միջոցով մի այլ կերպ է փոխանցվում, ինչի համար նաև շնորհակալություն Սերգեյ Սմբատյանին, մայստրոին, մեր դիրիժորով, ամեն անգամ այդ բոլոր պրոյեկտների գլխին է կանգնած, այո, կանգնած է։ Օգնում է տարածել նաև այս երաժշտությունը իր բացի Էրիկից Կարապետյանելով է լինելու։ Ես եմ լինելու։ Ու էլի պայմանավորվել Էրիկը Շուշանի ձայնով է լինելու, Էրիկը Կամոյի ձայնով։ Պայմանով որ չեմ ասելու ելով է լինելու, ասելը թույլ է տվել մենակ իր անունը բացել։ Ես եմ լինելու։ Էրիկը եւ ընկերները։ Կամոն բանի այդ տավարի սուկին պատմել եմ ես։ Չեմ պատմել։ Կարնի համերգի ժամանակ էր էլի, որ Կամոն ես Սաֆարյանը Կամոն կանգնած ենք, Հայկոյի Կարնի համերգի ժամանակ կանգնած ենք, հա, սուկին պատմել։ Բայց էլի պատմի։ Մենք սիրում ենք որ Կամոյի մասին պատմում ես։ Չեմ պատմել։ Բայց ինչ է, մեծ է։ Կանգնած ենք, բանը Սաֆարյանը պատմում էր, որ բանը առավոտը բան շամփուրի վրա բանը, այտենց խորոված է դրե բան, ասում էր ախպիրեցից վերսեցի Բոնասից չալաղաչա դրեցի, շոխը, կարտոշկին, տավարի սուկին Այդ սուկի վրա ռուսներ էին ասնում, ասում են շտո, ռադի բոգը, ասենց Նենց արեց, սուկի, տավարի սուկի
Ախպիրես։ Անպայման։ Այդ նոր երգը, որ խոսում ենք, ինքը Կամոյի հետ համատեղ է։ Իդեպ այդ երկուսը իրար հետ որ ընկնում էին, շատ վտանգավոր էր լինում։ Հայկոն զանգում էր, ասում էր ես ու Կամոն էս ինչտեղ նստած ենք, արի փախնում էի։ Փախնում էի, որովհետև գիտեի, որ վատա լինել։ Ժամանակին ոնց որ ամեն ինչ է սկսում էր այդ նոր ծանոթությունները, նոր որ մենք հասկացանք Արարատի պատվալում։ Հրապարակի վրա Արարատի պատվալում էր։ Նույնիսկ Վիլոն նվագում էր այնտեղ Հայկոն էլ Գևորը, Վիլիկը ու Հայկոյի պատմածներից ուրեմն Վիլոն նվագում է, այս ինչու՞ս գնում է ոչ եմ այնտեղ ասես ժողովուրդը տժում է, բա սենց։ Տենց չէ, ինչ ես ամեն ինչը պատմում որ տենց ա եղել։ Վիլոն նվագում էր բան այդ Ան ինչա Զուկերո էր նվագում, Հայկոնը երգում էր բան վիդով էր մալելու չկա, հա ինչ չէ։ Չէ, չեն կարող ուրախ բան նվագել ռեստորանում բան։ Չէ, չէ, ուրախ բան էին նվագում։ Եկեք թող ուրախ լինի։ Ինչ է։ Վիդով էր մալելու։ Չկա, բայց սանամ հայնարինա։ Ամեն ինչ գցում ես քո դաշտ, տխուր։ Ու գալիս են բանը։ Մի հատ մարդ, մենք էլ sense վիլիկից ես նվագելուց տենա որ մի հատ մարդ sense բումաժնիկը կիսաբաց sense մոտենում է։ Գինով ցած, բայց դա գինով ցած, դե գինով ցած, շատը գինով ցած, շատ գինով ցած, sense մոտենում է։ Very գինով։ Sense բումաժնիկի մեջից sense փողերը sense չի կողմնորոշում որ մեկը հանի, էլի։ Շատ գինով ցած է, շատ մեծ բումաժնիկ, շատ փող։ Ջին տոնիկով ցած, գինով ցած, թթորող ցած, տեկիլով ցած։ Հոնցած, թծած, հոնցածն այն, հաշկացած, վայրի տանցած, կներեք ես վայրի տանցած եմ մի քիչ, կարող եք ինձ օգնել, պանդացած եմ ես, պանդան այդ վայրի տանձի արաղն է, մեր Իջևանի, ձեր կողմերում հայտնի պեն է, քունգ ֆու պանդա կա մենակ, հա քունգ ֆու պանդա կա, քունգ ֆու պանդայի արաղ, ասեմ որ քունգ ֆու են պարապում, հետո դրանց հետո արաղ են տալի ախպեր արդզվի, այդ է քունգ ֆու պանդա, քունգ ֆու պանդան, մազել են, մեծ, ոչ է մեծ բումաժնիկ, շատ փող, շատ գինով ցած մարդ, ու մոտենում է, սենց ճոճվելու, սենց վիլոյին է մոտենում, սենց, երաժշտությունը շատ բարձր է, երաժշտությունն է շատ բարձր է, սենց գալիս է, ու սենց վիլոն սենց գալիս է, սենց դեմը կանգնում է, ու սկսում է ջոգել ինչ տա, ինչ կուպյուրներ կան, ինչ կուպյուր տա, ու այդ կուպյուրների մեջ սենց փորփրվում է, մեկից սենց վիլոն ջոգում է, ու արդեն շատ է փորփրվում, սենց ձեռը կողում է, սենց իր բումաժնիկի մեջ մտցնում է, ու մի 300 նոց սենց հանում է դնում է ջեբը, այս մարդը սենց դոլարանոց, դրամեր է լինում, այն ժամանակ 20,000-անոց դեռ չկար էլ, ինչ որ այն ժամանակ տենց էին, բումաժնիկի մեջ տենց էին փողը դնում, դրամը այս կողմ, բայց այն ժամանակվա $300-ն է, ոնց որ հիմիկվա $3,000 էլ մեծ թիվը, հա։ Ու սենց բուցում է $300, հանում է սենց դնում է գրպանի մեջ, սենց մարդը սենց ջոգում է, որ սենց հասցնում է հայացքը 300 դոլարի հետևից հաշվի, որ արես 300 ցավը տանեմ, բայց շատ չի։ Ասում ես վիլիկաս ծախբերս, բայց էսի շատ է։ Չէ, ասում ես, բայց շատ չի։ Ասում ես, բայց շատ չի։ Վիլիկաս։ Բայց երբ ավեկաս ասում ես վիլոն ասում է շատ կնվագենք, ցավը։ Երեխեք, վերջին համերգն է, 3 համերգ ենք ունեցել, փայլուն համերգներ։ Հիմա վերջին օրը Գարոն ասում է նայեք, քանի որ այս 3 օրը թույլ չենք տվել, որ համերգից հետո հանդիսատեսը մոտենա ձեզ հետ նկարվի, այսօր պիտի բոլորի հետ նկարվեք։ Բոլորի 3 համերգների հանդիսատեսի հետ։ Ովքեր որ եկել այնտեղ, հա, բայց մեծ մարզա ինչքան էր տեղավորվում։ 1000-ից ավել Արարատ մարզաբանում, մարզադաշտում։ Հաջան շաբաթը մեկ անգամ էր թռիչքը, չէ՞, այդ ժամանակ։ Չեմ հիշում։ Երևի, հա։ Գնում էիր ու մնում էիր։ Մեզ բերում են գրասենյակը մարզավանի, որը ունի 2 դուռ։ Հիմա պատկերացրեք սենյակ, մի դռնից մտնում, իրանք այդպես են բան արել, ասում են մենք նենց կանենք, որ դուք շատ չհոգնեք, բայց այդ 1000 քանի հոգին պիտի գան։ Կազմակերպված են, բայց ուրեմն մեզ կանգնացրեցին, ուրեմն այստեղ դուռնա, մենք կանգնած ենք այստեղ, դեմքով դեպի այնտեղ, որտեղ այնտեղ մյուս դուռնա։ Այստեղից մտնում են, մեզ հետ ողջագուրվում են, ստորագրում ենք, այնտեղից դուրս են գալիս։ 2 րոպե հետո Հայկոն սենց արեց։
Միշտ խորացել ես։ Ոնց որ պանիքի դալի։ Ասում եմ, ես դրից մտնում, աչում ծավակցում։ Այդպես բաների հանդեպ ահավոր ցինիզմը բռնում էր, երբ որ գնում էիր, ասենք, մի տխուր արարողության, իսկականից խայտարակ էինք լինում։ Հա, սեփ հումոր սիրում էր։ Դիսկ էր բաց թողե։ Ես այդ դիսկը Արտուր Իսպիրան։ Հա։ Դիսկ էր դուրս եկել, որը սենց էլեկտրոնիկ ձայներով էր սա, հիշում ես։ Հա, հա։ Դե ասենք պատրաստ չէր քաղաքը այդ դիսկի։ Քաղաք սովոր չի տենց ձայների։ Ասենք շբլաու քաղաքը։ Շբլաու։ Կարտես բան։ Հա։ Ու իսպիրի հետ նստած ենք, կաֆեում չեմ հիշում, որտեղ էր Մեղեդին էր առաջվա Պավարոցի, հա, առաջ Պավարոցի էր կոչվում, բոլոր նոր հայերով հավաքվում ենք Պավարոցի, հիմա Մեղեդի օպերայի տարածքում գտնվող մի հատ կաֆե կար։ Իսպիրի հետ նստած ենք, գալիս է Հայկոն, մեր Հայկոն, ռոմանսի։ Հայկոն եկավ, դե Հայկոնը ուսես է ներկա հոր ախպերներ ջան, այդ իր խնդալու ձևը բան, եկավ նստեց, ու մի անգամ ջեբից դիսկ անեց, ասեց, իսպիրան դիսկը տեմ առե, ես իսպիրան ֆրած նսեց, հա, պաստորեն էդ դու էիր, չար մի հատ դիսկ էին առե, մի հատ դիսկ էին առե։ Ես, Հայկոն, Անդրեն, Ավետը քաղաքներից մեկում համերգի էինք, Հայկոյի մեքենայով։ Այստեղ Հայաստանում։ Հայաստանում, այո, Վայոց ձոր պետքա վերադառնայինք, որովհետև հաջորդը լինելու էր Վայքում ու պետք է մնայինք Վայքում։ Ճանապարհին ակը ծակվեց։ Հայկոն դուրս եկավ մի անգամից այդ ծակը տեսավ ակի, հասկացավ, որ ինքը չի հասկանում դες բաներից, սենց անկա բաներ էր անում։ Ավետը մուշտուկը հանեց սկսեց ծխել, որովհետև բալես ես մեծությունս եւ այդ ակը բանից հեռու։ Իսկ քո մեքենան է։ Սարքեք այդ ավտոն, ես կնստեմ վերջում, մոտավորապես այդ տեմպրով։ Անդրեն ահա որ կամեցող ուզում է ինչ-որ մի բանով օգնի, բայց չի կարող, որովհետև կյանքում ավտո չի քշել։ Ու մեքենան է։ Տարե բերել են Անդրեին։ Միակ շոֆերը ես էի, որ գլխի ընկա, ասում եմ, լսի Porsche запаска չունի։ Porsche պետքա որ բան ունենա, насос բան, փչենք այդ բանով, հակը, բայց այդ ծակը ոնց ենք փակելու։ Այդտեղ միակ մութ մարդ էլ չկար, ծամոն եմ ծամել լիքը։ Ճյուղի վրա հագցել եմ, մտցել ենք ծակի մեջ, փչել ենք այդ ակը ու հասել ենք եսի մուր, տենց բան չեն անում։ Հասել ենք տեղ առավոտ այդ փայտը մեջը ծամոնով սենց ֆրալով Հայկոն գնում է վուլկանիզացիա։ Գնում է վուլկանիզացիա, ստենում են։ Ու այդ ծամոնը վաճառում են ինչա, ասում են ես նոր ձև եք, օրինել ինչ որ ակը փակելու էլի։ Ես ինքնաթիռից շատ վախենում էի, հիմա էլ, բայց առաջ հիվանդագին էր մոտ, այսինքն ես կարայի արձագանքի էսենց բաներ անեի, բան, հիմա տենց մեջս ասաղը տենց լնում, բայց ես տենց նստածեմ, ոչ ոքի մտքով չի անցնի, որ ես կվախենամ։ Սովորել ես թաքցնել։ Հա, ես Հայկոն եւ Նազենին թռնում ենք Պարսկաստան, այդ Սափրիչի տարին է։ Հա։ Առաջին անգամ ես տեսա ինքնաթիռ, որի նստարանները տարբեր էին։ Այսինքն մեկը լայն էր, մեկը նեղ էր, մեկը կապուտ էր, մեկը դեղին էր։ Հավաքել են։ Ահա որ վիճակ էր, դրսից էլ էր ինքը տենց այն մասկիչները որ լինում էին, սև շթերով, ասած այն ժամանակների։ Ու ես նստած տենց ափերը քրտնելա ձեռքերից, ներվային սենց այդ վախից, այդ բանից սենց բաներ եմ անում, սենց բան Հայկոն նստած խաղա խաղում, շպետքը չի, Նազենին շուտ գիրքա կարդում, բան։ Ոչ ոք իմ հետ չի կիսում, իմ վախը։ Վերջը։ Հա, Հայկոն սենց գլուխը մի պաստեգի, այս սենց բայց չնայեց դեմքից խաղա խաղում, սենց Բրատ վախում ես, ասում եմ, հա, Հայկոն ջան, շատ եմ վախենում, հա, չէ, այս ավտանը, բան չկա, շուտ բան ասեց, ու խաղում է։ Այս ինքնաթիռը, որ արագություն հավաքեց, ես հասկացա, որ ամեն ինչ շատ ավելի վատ է, որ սենց ձեն է գալիս, պոլկաները բացվում են սենց բան։ Ոյ, լավ էլի։ Ու երբ որ ինքը սենց պոկվեց գետնից, սենց ձեն եկավ, տպավորություն էր, որ բան վերջացավ։ Եկել ես Հայկոն սենց հետ։
Մորս արև հանգավ։ Մենք օդի մեջ ենք։ Ու իմ մոտ նստած տեղը ոտքերս ես թուլած ոնց հանգավ արա։ Ու ես այդ բառերից հետո սպասում եմ որ մենք ոստոյ կարոտ պայես որ հետ ենք գնում ու այդ սենց մեռնելով բարձրանում է վերև։ Ու այդ մեկ էլ այդ ուղղվելու պահը որ ինքը պետքա ուղղեր Վերջը մեծ ստրես ու մեծ բան իմ համար իհարկե, բայց զվարճալի պատմություն, որովհետև այդ պահին իմ համար ծիծաղելու չէր միանշանակ, բայց հիմա որ պատմեմ նախ Հայկոյի հիշողությունը, հետո ես գիտես ինչն եմ հիշում, որ առաջին անգամ էի ես գնում Պարսկաստան, Հայկոն արդեն եղել էր։ Ու ես ասում եմ, լավ, ես գնում եմ Պարսկաստան, ինչ անեմ։ Ինձ այնտեղ ճանաչում են։ 2008 թիվներ կամ 7 թիվներ, հա։ Ասում բայց ինձ այնտեղ ճանաչում են։ Ասում ինչ ես խոսում, ասում, ասա հելար, տես ինչ են անելու, ասում։ Ինքը ինչա խոսում, էլի մտքիս մեջ մտածում եմ, ասենք ես մի 2 տարվա պատմություն չունեմ, տարի ու կեսվա պատմություն ունեմ։ Ճիշտ է, այտենց արագ ստացվեց իմ մոտ, բայց ամեն դեպքում դե հիմա իմ համար Պարսկաստանը մի հատ ისին որտեղ էր, էլի, որտեղը որ հաստատ անհասանելի էր, բայց արի ու տես մենք հրաշալի 2 համերգ ունեցանք մարզադաշտում, Արարատ մարզավանում 2 օր շարունակ եւ այդտեղ մենք ծանոթացանք էլի հրաշալի մարդկանց հետ ու մեծ մինչեւ հիմա մենք կապ ենք պաշտպանում այդտեղ էլ ունեցանք լավ պատմություններ հա հետո այդ կազմակերպիչներից մեկը ես դες բանը կոմպլեքսավորած վախվորած բան եկել եմ Պարսկաստան բոլոր իրար պաչելով արևում են ես մարդ չեմ ճանաչում մի քանի անգամ պաչելով վերջ հա այդ մի քանի անգամ պաչելով դες նստած իմ բնավորությանը բան sense հանգիստ առանց ոչ մեկի դեմքի չեմ դռնում բան եկել ես Հայկոն եկավ սա գիտես չէ ասում գիտես չէ ասում ինձ այդ կանչողներից մեկը ասեց Հայկո ջան ասում իր արամ են կարքին տղայա գորոզա ոչ մեկ է չի շփվում ասում ու խնդում է որ ասում ես գորոզ չեմ ես ամաչում եմ Հայկո ջան չգիտեմ ինչ ասեմ հա չարա դա ազատ զգաքից բան լեսի խմի բա վերջ այ Հայկոյի հետ հիշողությունները ամենաջերմն են միշտ Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան բացում է իր դռները նոր ուսումնական տարվա դիմաց Նրանք բոլորն ավարտել են Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան եւ կրում են իրենց վրա մաեստրոյի անջնջելի ստորագրությունը 5 տարեկանից սկսած փոփ եւ ժող վոկալի բաժիններ լեգենդար կոմպոզիտորի կրթական ծրագիր եւ ավանդույթներ 26 տարվա փորձ ու նոր մոտեցումներ համերգներ փառատոներ մյուզիկլներ ներկայացումներ նկարահանումներ եւ ձայնագրություններ այս հնարավորությունը բաց թողնել չի կարելի դռներ դեպի ճաշակով արվեստ Եվ վերջում յուրաքանչյուրիդ կխնդրեմ ասել Հայկոյի ձեր ամենահոգու երգը, ամենասիրելի երգը։ Գիտեմ դժվար է մեկն ընտրել։ Պարտադիր է մեկը։ Դե լավ, մի քանիս, ուղղակի որ մի քանիս ասենք, բոլորը պիտի ասենք։ Մի քանիսը չի։ Ես չեմ կարող իրականում բոլորն են։ Ես տես կարամ ասեմ, դա շատ չես կարող առանձնացնել։ Եթե ասեցիր ամենան, իմ համար ամենան է։ Ամենան։ Իմ համար ասեմ, որ առաջի ու որ տենց սիրարվել եմ դա եղել է այսօրը։ Այո։ Ժամանակին հետո իրան գումարվել է։ Ես քեզ սիրարվել եմ բնականաբար խենթանում եմ սիրուց հետոյի համար եւ ամենակարևոր երգը որ Երևանի սերը ես իմ համար այդ երգով է Սիրո հավերժ քաղաքն։ Սաղ ասեցիր։ Առայ ծնունդների միշտ վերջում փակում անում էինք այդ երգով։ Այդ վերջին տարիներին հիշում ես։ Եվ գեղեցիկ մի հատ վիդեո էր կա, որտեղ բոլորս միասին սենց ձեռքերը բարձրացրած Երևան, անչափ սիրում եմ քեզ ու մեր Մարտուն Ալեքսանդրովիչի ինգերը եղբայրը Նիկոն այսպես նստում էր միշտ, ինքը չէր ոչի բան չէր անում, Հայկոն պատտվում ասում էր Նիկո ոնց որ վալնարեզ լնես, ասում վալնա չես անում։ Վալնարեզ։ Ասա։ Գա գու չեմ կարող Կոյց կոնոպետ Էմոտ ինքը ամեն երգը իր պատմությունը ունի, իր էմոցիաներ ունի, բայց նառայ շատ համաձայն եմ Երևանի մասին երգը, որը որ ես հիշում եմ ինքը ինչ էնտուզիազմով ոնց էր ուզում որ իր սիրած քաղաքին, որովհետև այ Երևան երգը հենց քանի որ Հայկոն հենց Երևանը իր տունն է ու ինքը ինձ այն ժամանակ պատմում էր ասում ես Ամերիկան երազներից մեջ տենում էի օպերան
ասում է ես այդտենց կարոտում է Երևանը։ Ու ու ինքը Երևան որ կողմից։ ու ինքը Երևան երգը ինքը այդտենց իրականում նվիրեց Երևան քաղաքին, դրա համար իմ համար այդ երգը եւս շատ մեծ տեղ ունի։ Ինձ թվում է Հայկոն այդ երգը գրելուց ոչ թե գրել է Երևան, անչափ Երևան ընկերս ես։ Հայկոյի դեպքում այդ երգը Երևան ախպերս ես։ Հրաչ։ Ես դեասցի որ խոստովանությունն եմ շատ սիրում։ Բանն եմ հետարին եմ շատ սիրում։ Որ տենց շատ տենց իմ համար շատ Հայ ես այդ երկի անունը ես ասում եմ ստորակետ, այնտեղ ստորակետ բառը կա, իմ համար է ստորակետով է, հա, այդ ստորակետն է, իմ համար տենց բանը շատ հավես երգ է։ Չգիտեմ, դե բնականաբար տարբեր տրամադրություններ, սերը սիրուց հետո իրականում այդ ֆրազի համար եմ երգն էլ է ֆանտաստիկ երգ, բայց այդ սերը սիրուց հետո իմ համար տենց հանճարեղ ֆրազա է, որը մեր կյանքում փաստորեն տեղի ունեցավ։ Ես կարծում եմ, եթե Հայկոն ուրիշ ձև պատմեր կփոխվեր երգի բառերը, դրա համար դա Հայկոյի սրտի խոսքերն են, ինչ ինքը երգել է։ Կար մի հատ սեր, որը վերածվեց հիմա մեր պարագայում վերածվեց սեր սիրուց հետո։ Մեկ այլ սիրուց հետո։ Մեկ այլ սիրուց հետո։ Իմանցանք Վահեի սիրած երգը։ Ես էլ եմ ասում, չեմ կարող առանձնացնել, բայց ովը շատ եմ սիրում։ Ովը։ Հա, հիմա ցենց որ բան անենք, հա, ցենց կա։ Հետո յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր սիրելի երգը բնականաբար։ Ռոմանսները forever կարելի է լսել։ Այո։ Ես երգել եմ։ Մի խոսքով։ Մի խոսքով։ Այկո, մենք քեզ շատ սիրում ենք ու կարոտում ենք ու շարունակում ենք վայելել քո երաժշտությունը, այս անգամ օգոստոսի 25-ին բոլորիդ հրավիրում ենք Ադանա կոմպլեքս, on-line բոլոր հարթակներում ատոմսերը վաճառվում են։ Ադանա կոմպլեքսի աուրա պահանջեք, կավելացնել աթոռներ ու բաց մի թողեք այս հրաշալի երեկոն սիմֆոնիկ Հայկո վայելելու, լսելու, սիրելու ու կարոտելու համար։ Ծնունդդ շնորհավոր Հայկո։ Siro jumbo de pivere. Un mes